Երբ թատրոնի տեխնիկական տնօրենը բացեց մաեստրոյի անձնական գրասենյակի դարակը 1998 թվականի դեկտեմբերին, նա գտավ փոքրիկ մետաղյա տուփ, որի ներսում էր ձայնագրող կասետ։ Այդ կասետի վրա Կարո Հայրապետյանի ձեռագրով գրված էր միայն Անահիտի համար, բացել իմ մահից հետո։ Երբ նրա դուստրը Անահիտը լսեց այդ ձայնագրությունը, նա լսեց հոր ձայնը, այնպիսին, ինչպիսին երբեք չէր լսել։ Ոչ թե հզոր, վստահ, հրամայական ձայնը, որը լցնում էր համերգասրահները, այլ թույլ, կոտրված, հոգնած ձայն, որը խոսում էր ճշմարտություն, գիտենալով, որ ժամանակ չի մնացել։ Այդ ձայնագրության մեջ Կարոն պատմում էր, թե ինչպես բժիշկները արգելել էին նրան դիրիժորություն անել դեռևս 1978 թվականից, թե ինչպես նա ստիպված էր ընդունել հատուկ դեղեր, ուղղակի բեմի վրա կանգնելու համար, թե ինչպես յուրաքանչյուր համերգ կարող էր դառնալ վերջինը։ Բայց ամենաշոկային մասը եղավ այն, երբ նա ասաց. «Ես ընտրեցի մահանալ այնտեղ, որտեղ ապրում էի, բեմի վրա, ոչ թե մահճակալում, որտեղ ինձ կխճահարեին։ Եթե դու դատում ես ինձ, դուստրիկ, ես հասկանում եմ, բայց իմացիր, ես երբեք չեմ ապաշխարել»։ Ով էր այն մարդը, ով օգնում էր նրան թաքցնել այս ամենը 18 տարի շարունակ։ Ինչպես էր հնարավոր, որ ամբողջ երաժշտական աշխարհը չիմանար, որ նրանց լեգենդը ապրում էր փոխառու ժամանակով։ Եվ ամենակարևորը, ինչ էր այն գինը, որը վճարեց ոչ միայն Կարոն, այլև նրա ընտանիքը, նրա սիրելիները, նրանք, ովքեր մնացին կենդանի այդ ճշմարտության հետ ապրելու համար։ Կարո Հայրապետյանը ծնվել էր 1945 թվականի մարտի 22-ին, Երևանում, կենտրոնի հին թաղամասում, որտեղ յուրաքանչյուր տուն ուներ իր պատմությունը, իսկ յուրաքանչյուր ընճուր ընտանիք իր ցավը։ Նրա հայրը, Արամ Հայրապետյանը, եղել է ջութակահար Երևանի ֆիլհարմոնիկ նվագախմբում, մարդ, ով նվագում էր այնպես, կարծես ջութակը նրա հոգու ձայնն էր։ Մայրը, Սիրանույշ Մկրտչյանը, եղել է օպերային երգչուհի, սոպրանո, ով երգում էր Վերթիի և Պուչինիի օպերաներում, բայց երբեք չէր հասել գլխավոր դերերի, որովհետև ինչպես ինքն էր ասում, իմ ձայնը չափազանց անկեղծ էր այդ կեղծ բեմի համար։ Տունը, որտեղ մեծացավ փոքրիկ Տարոն, եղել է երկսենյականոց բնակարան 3-րդ հարկում, որտեղ միշտ հոտ էր գալիս հին գրքերի, սուրճի և ծխախոտի, բելոմորի, որը հայրը ծխում էր անդադար։ Պատերին կախված էին նոտաներ, հատակին ցրված էին երաժշտական ամսագրեր, իսկ անկյունում կանգնած էր հին դաշնամուր, գերմանական Բեխշտայն, որը հայրը ժառանգել էր իր ուսուցչից։ Կարոյի առաջին հիշողությունը, որը նա հետո պատմեց իր դստեր Անահիտին, եղավ այն, թե ինչպես նա 3 տարեկան նստած էր այդ դաշնամուրի տակ, գորքի վրա, իսկ հայրը նվագում էր Բախի Գոլդբերգյան վարիացիաները։ Նա ասում էր, որ այդ պահին նա չէր հասկանում երաժշտությունը, բայց զգում էր, որ այն խոսում է նրա հետ, այնպիսի լեզվով, որը ավելի իրական էր, քան բառերը։ Երբ հայրը ավարտեց նվագելը, փոքրիկ Կարոն մոտեցավ դաշնամուրին, բարձրացավ աթոռին և սեղմեց մի ստեղն։ Հայրը նայեց նրան և ժպտաց, այնպիսի ժպիտով, որը Կարոն հիշում էր մինչև վերջին օրը։ Հետո հայրը ասաց. «Տեսնո՞ս, Վյորթի, այդ ձայնը միշտ այնտեղ էր, սպասում էր, որ դու այն արձակես։ Երաժշտությունը չի ստեղծվում, այն ազատվում է»։ Կարոն սկսեց սովորել դաշնամուր 5 տարեկանից։ Նրա առաջին ուսուցիչը եղավ մայրը, Սիրանույշը, ով սովորեցրեց նրան ոչ միայն նոտաները, այլև այն, ինչ նա անվանում էր երաժշտության հոգին։ Նա ասում էր. «Կարո, դու կարող ես նվագել բոլոր ճիշտ նոտաները և միևնույն ժամանակ սպանել երաժշտությունը, եթե չես զգում այն, ինչ կոմպոզիտորը զգացել է, երբ գրել է այն»։ Կարոն սովորեց զգալ։ Նա նստում էր դաշնամուրի առջև ժամերով և նվագում էր Շոպենի նոկտյուրները, Լիստի էտյուդները, Ռախմանինովի պրելյուդները։ Նրա ձեռքերը փոքր էին, բայց արդեն ուժեղ, արդեն վստահ, արդեն գիտեին, թե ինչպես հպվել ստեղներին, այնպես, որ դրանք երգեն, ոչ թե պարզապես հնչեն։ Բայց Կարոյի մանկությունը եղավ ոչ միայն երաժշտություն, դա եղավ նաև աղքատություն, սովորական, ամենօրյա, խեղդող աղքատություն, որը ապրում էր Խորհրդային Միության յուրաքանչյուր երաժիշտ ընտանիքում։ Հայրը վաստակում էր 120 ռուբլի ամսական, մայրը 90 ռուբլի։ Դրանով նրանք պետք է կերակրեին 3 երեխաների՝ Կարոյին, նրա քրոջը Գայանեին և կրտսեր եղբորը Արմենին։ Կարոն հիշում էր, թե ինչպես մայրը հաշվում էր փողը, յուրաքանչյուր կոպեկ, թե ինչպես նրանք ուտում էին մակարոն, յուղով, 3 օր անընդմեջ, որովհետև միսը թանկ էր։ Նա հիշում էր, թե ինչպես ձմռանը նրանք քնում էին հագնված, որովհետև տանը ցուրտ էր, իսկ վառելիքը սակավ։ Բայց նա նաև հիշում էր, թե ինչպես հայրը, նույնիսկ ամենածանր օրերին, երբ տանը հաց չկար, գնում էր և գնում էր նոտաներ, նոր, թանկ, ներմուծված նոտաներ, որոնք արժենում էին մի շաբաթվա աշխատավարձը։ Եվ երբ մայրը բարկանում էր, հայրը ասում էր. «Սիրանույշ, մենք կարող ենք ապրել առանց հացի մի քանի օր, բայց առանց երաժշտության մենք արդեն մեռած ենք»։ Կարոն մեծացավ այդ փիլիսոփայության մեջ։
Նա սովորեց, որ արվեստը ավելի կարևոր է, քան հարմարավետությունը, որ երաժշտությունը ունը ավելի անհրաժեշտ է, քան ջերմությունը, որ ստեղծագործությունը արժե ցանկացած զոհողություն։ Այս դասերը նա կրեց իր հետ ամբողջ կյանքում, նույնիսկ երբ դրանք սկսեցին սպանել նրան։ 12 տարեկանում Կարոն մտավ Երևանի Կտոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հատուկ դպրոց, երաժշտորեն շնորհալի երեխաների համար։ Այնտեղ նա սովորեց 8 տարի՝ դաշնամուր, կոմպոզիցիա, երաժշտության տեսություն, դիրիժորություն։ Նրա ուսուցիչը պրոֆեսոր Արշակ Տիգրանյանը եղավ լեգենդար դիրիժոր, ով աշխատել էր Մոսկվայի Բոլշոյ թատրոնում եւ վերադարձել էր Երևան սովորեցնելու նոր սերնդին։ Տիգրանյանը տեսավ Կարոյի մեջ ոչ միայն տաղանդ, այլև այն հազվագյուտ որակը, որը նա անվանում էր ներքին կրակ։ Նա ասում էր. «Կարո, դու ունես այն, ինչ չես կարող սովորեցնել։ Դու ունես կրքոտություն, որը վառում է քեզ ներսից, բայց զգույշ եղիր, այդ կրակը կարող է քեզ տաքացնել կամ այրել»։ Կարոն չլսեց զգուշացումը։ Նա սովորում էր օրական 12-ից 16 ժամ։ Նա արթնանում էր առավոտյան 6-ին, նվագում էր 2 ժումեր 2 ժամ, մինչև դպրոց գնալը, հետո դասերից հետո մնում էր կոնսերվատորիայում մինչև գիշեր, վարժվելով դիրիժորության, ուսումնասիրելով պարտիտուրաներ, լսելով ձայնագրություններ։ Նրա ձեռքերը սկսեցին ցավել 14 տարեկանում, բայց նա անտեսեց ցավը։ Նրա աչքերը սկսեցին վատանալ 15 տարեկանում, բայց նա շարունակեց կարդալ նոտաները լուսավորության տակ, մինչև առավոտ։ Նրա մարմինը սկսեց բողոքել, բայց նրա կամքը ավելի ուժեղ էր։ 1962 թվականի փետրվարին, երբ Կարոն 17 տարեկան էր, տեղի ունեցավ իրադարձությունը, որը փոխեց նրա կյանքը ընդմիշտ։ Նրա հայրը, Արամ Հայրապետյանը, մեկնեց Մոսկվա ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգային շրջագայության համար։ Դա պետք է լիներ 2 շաբաթ, 5 համերգ տարբեր քաղաքներում։ Կարոն հիշում էր, թե ինչպես հայրը հրաժեշտ տվեց նրանց կայարանում։ Նա գրկեց յուրաքանչյուրին, համբուրեց մայրիկին, հետո դարձավ դեպի Կարոն եւ ասաց. «Որդի, երբ ես վերադառնամ, մենք կսկսենք աշխատել Բրամսի առաջին սիմֆոնիայի վրա։ Դու պատրաստ ես դրա համար»։ Կարոն Տարոն պատասխանեց. «Այո, հայր, ես պատրաստ եմ»։ Դա եղավ վերջին խոսքերը, որոնք նրանք փոխանակեցին։ 12 օր անց, գիշերվա 2-ին, մայրիկը ստացավ հեռախոսազանգ։ Կարոն արթնացավ նրա ճչից։ Նա վազեց դեպի սենյակ եւ տեսավ մայրիկին, գետնին, հեռախոսը ձեռքին, աչքերը բաց, բայց դատարկ, կարծես հոգին դուրս էր եկել մարմնից։ Հայրը մահացել էր Մոսկվայում, կոնսերվատորիայի մեծ դահլիճում, համերգի ժամանակ, նվագելիս Չայկովսկու ձմեռային երազանքները։ Նա ընկավ բեմի վրա ջութակը ձեռքին եւ մահացավ մինչև շտապ օգնությունը հասնելը։ Պաթոլոգանատոմիական հետազոտությունը ցույց տվեց սրտի կաթված, մասիվ, անակնկալ, անխուսափելի։ Նրան էր 48 տարեկան։ Կարոն չլաց հոր թաղմանը։ Նա կանգնած էր գերեզմանի մոտ, քարացած, անշարժ, լուռ։ Մարդիկ մտածում էին, որ նա շոկի մեջ է, բայց իրականում Կարոն կայացրեց որոշում։ Նա որոշեց, որ երբեք չի մահանա այնպես, ինչպես հայրը, անսպասելի, անպատրաստ, կեսին։ Նա որոշեց, որ երբ իր ժամանակը գա, նա կընտրի ինչպես եւ երբ։ Այս որոշումը դարձավ նրա կյանքի առանցքը, նրա գառագախտնի երթումը, որը նա պահեց մինչև վերջ։ Կարոն վերադարձավ կոնսերվատորիա 3 օր անց։ Նա չխոսեց ոչ ոքի հետ, չպատասխանեց հարցերին, չընդունեց ցավակցությունները։ Նա պարզապես նստեց դաշնամուրի առջև եւ սկսեց նվագել։ Նա նվագեց 12 ժամ անընդմեջ, առանց ուտելու, առանց խմելու, առանց հանգստանալու։ Նա նվագեց Բախը, Բեթհովենը, Շոպենը, Լիստը, Ռախմանինովը։ Նա նվագեց մինչև ձեռքերը սկսեցին արյունահոսել, մինչև ուսուցիչները ստիպված եղան բռնի հանել նրան դաշնամուրից։ Երբ նրանք հարցրին ինչու է այդպես անում, Կարոն պատասխանեց. «Որովհետև եթե ես դադարեցնեմ, ես կզգամ ցավը, իսկ ես չեմ կարող թույլ տալ ինձ զգալ ցավը։ Ոչ հիմա, ոչ երբևէ»։ Այդ օրվանից Կարոն դարձավ մեքենա։ Նա վերացրեց իր կյանքից ամեն ինչ, ինչը չէր վերաբերում երաժշտությանը։ Նա չէր գնում ընկերների հետ, չէր հետաքրքրվում աղջիկներով, չէր կարդում գրքեր, չէր դիտում կինո։ Նա միայն սովորում էր, վարժում էր, վում էր, կատարելագործվում էր։ Նրա ուսուցիչները տեսնում էին, որ ինչ-որ բան կոտրվել է նրա մեջ, բայց նրանք չգիտեին, թե ինչպես նրան օգնել։ Պրոֆեսոր Տիգրանյանը փորձեց խոսել նրա հետ, բայց Կարոն ասաց. «Պրոֆեսոր, ես լավ եմ։ Ես պարզապես հասկացա, որ կյանքը կարճ է, եւ ես չունեմ ժամանակ վատնելու»։ 1964 թվականին 19 տարեկանում Կարոն ավարտեց կոնսերվատորիան առաջին հորիզոնականով եւ ստացավ առաջարկ մնալ աշխատել որպես դիրիժորի օգնական Երևանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
Դա եղավ անսովոր առաջարկ այդպիսի երիտասարդ մասնագետի համար, բայց Կարոյի տաղանդը արդեն լեգենդար էր կոնսերվատորիայում։ Նա ընդունեց առաջարկը եւ սկսեց աշխատել 18 ժամ օրական։ Նա ներկա էր բոլոր վարժանքներին, ուսումնասիրում էր բոլոր պարտիտուրաները, դիտում էր գլխավոր դիրիժորին Արտեմ Ավետիսյանին, ով եղել է 65 տարեկան վետերան, դաժան, պահանջկոտ, բայց հանճարեղ։ Ավետիսյանը սկզբում չէր հավատում Կարոյին։ Նա կարծում էր, որ այդ բարակ լուր երիտասարդը չունի այն ուժը, որը պետք է դիրիժորին։ Բայց մի օր 1965 թվականի նոյեմբերին Ավետիսյանը հիվանդացավ, ուղղակի համերգից 2 ժամ առաջ։ Այդ երեկո պետք է ներկայացվեր Վերդիի Ռիկոլետոն։ Դահլիճը լի էր, տոմսերը վաճառված էին 3 ամիս առաջ։ Հանդիսատեսների մեջ էին կառավարության անդամներ եւ օտարերկրյա դեսպաններ։ Թատրոնի տնօրենը խուճապի մեջ էր։ Նա չգիտեր, թե ինչ անել, չեղարկել համերգը, թե փնտրել փոխարինող։ Այդ պահին Կարոն մոտեցավ նրան եւ ասաց. «Ես կարող եմ դիրիժորություն անել»։ Տնօրենը նայեց նրան, այս 20 տարեկան տղային, ով երբեք չէր դիրիժորություն արել լիարժեք օպերա, եւ մտածեց. արդյոք սա ինքնասպանություն է, թե փրկություն։ Բայց նա չուներ այլ ընտրություն։ Նա ասաց. «Լավ, Կարո, դու ունես 20 րոպե պատրաստվելու»։ Կարոն գնաց դիրիժորի սենյակ, փակեց դուռը եւ նստեց աթոռին։ Նա չբացեց պարտիտուրան, որովհետեւ գիտեր այն անգիր։ Նա պարզապես փակեց աչքերը եւ շնչեց։ Նա մտածեց հոր մասին, մտածեց այն մասին, թե ինչպես հայրը մահացավ բեմի վրա, մտածեց այն մասին, թե ինչ կասեր հայրը հիմա։ Եվ նա լսեց հոր ձայնը իր գլխում. «Որդի, դու ծնված ես դրա համար։ Գնա եւ ցույց տուր նրանց»։ Կարոն բարձրացավ բեմ ժամը 8-ին։ Երբ նա մտավ դիրիժորի տեղը, նվագախումբը լռեց։ Երաժիշտները նայում էին նրան, այս երիտասարդին, ում մեծ մասը չէր ճանաչում, եւ հարցնում էին իրենց. «Արդյոք սա լուրջ է»։ Կարոն նստեց, վերցրեց դիրիժորական գավազանը, նայեց նվագախմբին եւ ժպտաց, հանգիստ, վստահ ժպիտով։ Հետո նա բարձրացրեց գավազանը եւ տվեց նշան։ Երաժշտությունը սկսվեց։ Այն, ինչ տեղի ունեցավ հաջորդ 3 ժամվա ընթացքում, դարձավ լեգենդ։ Կարոն դիրիժորություն արեց այնպես, կարծես նա արել էր դա ամբողջ կյանքում։ Նրա շարժումները էին ճշգրիտ, նրա ժեստերը հստակ, նրա էներգիան անսահման։ Նա ոչ միայն ղեկավարում էր նվագախումբը, այլ ներշնչում էր այն, վերափոխում էր այն, դարձնում էր այն մի ամբողջություն, որը շնչում էր միասին։ Երգիչները զգում էին, որ նրանք երգում են ավելի լավ, քան երբևէ։ Նվագախումբը զգում էր, որ նրանք նվագում են ավելի միասնաբար, քան երբևէ։ Իսկ հանդիսատեսը նստած էր, հիացած, մոռացած շնչել։ Երբ վերջին նոտան հնչեց եւ Կարոն իջեցրեց գավազանը, դահլիճը մի վայրկյան լռեց։ Հետո պայթեց ծափահարություններից, այնպիսի ծափահարություններից, որ պատերը դողում էին։ Մարդիկ կանգնեցին, գոչեցին բրավո, նետեցին ծաղիկներ բեմ։ Կարոն շրջվեց դեպի հանդիսատեսը, խոնարհվեց, եւ այդ պահին նա զգաց, որ գտավ իր տեղը աշխարհում։ Այս էր այն, ինչի համար նա ծնվել էր, այս էր այն, ինչի համար հայրը մահացել էր, այս էր նրա ճակատագիրը։ Հաջորդ օրը Կարո Հայրապետյանի անունը եղավ բոլոր թերթերում։ Նրան անվանեցին հրաշք, հանճար, նորաստղ։ Արտեմ Ավետիսյանը, երբ ապաքինվեց եւ վերադարձավ թատրոն, կանչեց Կարոյին իր կաբինետ եւ ասաց. «Կարո, ես դիտել եմ քեզ 2 տարի եւ մտածել եմ, որ դու լավ օգնական ես, բայց երեկ ես հասկացա, որ սխալվել եմ։ Դու ոչ թե օգնական ես, դու իմ փոխարինողն ես, եւ ես վախենում եմ քեզանից»։ Կարոն նայեց նրան եւ ասաց. «Պրոֆեսոր, ես չեմ ուզում ձեր տեղը, ես ուզում եմ սովորել ձեզանից»։ Ավետիսյանը ժպտաց եւ ասաց. «Դու արդեն սովորել ես ամեն ինչ, ինչ ես կարող էի սովորեցնել։ Հիմա դու պետք է սովորես ինքդ քեզանից»։ Հաջորդ 5 տարիների ընթացքում Կարոն դարձավ Երևանի օպերայի 2-րդ դիրիժորը, հետո առաջին դիրիժորը, հետո գլխավոր դիրիժորը։ Նա դիրիժորություն արեց բոլոր մեծ օպերաները՝ Վերդիի Այդան, Տրավիատան, Ռիկոլետոն, Պուչինիի Տոսկան, Մադամ Բաթերֆլայը, Բոհեմը, Բիզեի Կարմենը, Չայկովսկու Եվգենի Օնեգինը, Գինը, Պիկովայ դամը։ Նա աշխատեց լավագույն երգիչների հետ, ճանապարհորդեց Մոսկվա, Լենինգրադ, Կիև, Թբիլիսի։ Նրա անունը դարձավ հայտնի ամբողջ խորհրդային միությունում։ Բայց ով էր Կարո Հայրապետյանը բեմից դուրս։ Ով էր այդ մարդը, երբ նա հանում էր ֆրակը, դնում էր դիրիժորական գավազանը եւ դառնում էր պարզապես Կարո։ Պատասխանը եղավ ոչ ոք։ Կարոն չուներ անձնական կյանք։ Նա չուներ ընկերներ, չուներ հոբիներ, չուներ հետաքրքրություններ։ Նա ապրում էր թատրոնում, ում քնում էր թատրոնում, ուտում էր թատրոնում։ Նրա բնակարանը, որը թատրոնը տվել էր նրան, եղավ պարզապես տեղ, որտեղ նա լողանում էր եւ փոխում էր հագուստը։ Այնտեղ չկային նկարներ պատերին, չկային գրքեր դարակներում, չկային հիշողություններ։ Միայն նոտաներ, պարտիտուրաներ,
ձայնագրություններ։ Մարդիկ սկսեցին մտածել, որ Կարոն ռոբոտ է, մեքենա, մարդ առանց զգացմունքների։ Բայց դա ճիշտ չէր։ Կարոն ուներ զգացմունքներ։ Նա պարզապես թաքցվել էր դրանք այնքան խորը, որ նույնիսկ ինքը չէր կարող դրանց հասնել։ Նա վախենում էր զգալուց, որովհետև գիտեր, որ եթե սկսի զգալ, նա կփլուզվի։ Եվ նա չէր կարող թույլ տալ իրեն փլուզվել, ոչ հիմա, ոչ երբևէ։ Բայց կյանքը ուներ այլ պլաններ Կարո Հայրապետյանի համար, եւ այդ պլանները սկսվեցին 1970 թվականի գարնանը, երբ նա հանդիպեց կնոջը, ով կփոխեր ամեն ինչ։ Լուսինե Սարգսյանը մտավ Կարոյի կյանք ապրիլյան առավոտյան, երբ նա եկավ թատրոն Կարապետի վարժանքի համար։ Նա եղավ 22 տարեկան բալերինա, կատարեկան բալերինա, նոր ընդունված թատրոնի բալետային խումբ, աղջիկ, գեղեցիկ այնպիսի գեղեցկությամբ, որը ցավեցնում էր աչքերը։ Նրա մազերը եղան սև, երկար, փայլուն, նրա աչքերը մեծ, շագանակագույն, խորը, նրա մարմինը նուրբ, ճկուն, կատարյալ։ Բայց ամենագրավիչը եղավ նրա շարժումները։ Երբ նա պարում էր, նա չէր պարզապես կատարում քայլեր, նա պատմում էր պատմություն, իր մարմնով, իր ձեռքերով, իր աչքերով։ Կարոն տեսավ նրան առաջին անգամ բեմի վրա, վարժանքի ժամանակ։ Նա դիրիժորություն էր անում նվագախմբին, իսկ բալերինաները վարժվում էին բեմի վրա։ Լուսինեն պարում էր օտետի դերը, սպիտակ կարապը, ով վերածվում է արքայադստեր։ Երբ նա սկսեց պարել, Կարոն կորցրեց կենտրոնացումը։ Նա դադարեցրեց նվագախումբը, իջեցրեց գավազանը եւ պարզապես նայեց։ Նա նայեց, թե ինչպես նա շարժվում էր, թե ինչպես նա պտտվում էր, թե ինչպես նրա ձեռքերը պատմում էին սիրո եւ կորստի պատմություն։ Եվ այդ պահին Կարոն զգաց ինչ-որ բան, ինչը չէր զգացել 8 տարի, հոր մահից ի վեր։ Նա զգաց ցավ։ Ոչ ֆիզիկական ցավ, այլ այն ցավը, որը գալիս է, երբ դու տեսնում ես ինչ-որ բան այնքան գեղեցիկ, որ դու գիտես, դու երբեք չես կարող ունենալ այն։ Վարժանքից հետո Կարոն գտավ Լուսինեին միջանցքում։ Նա մոտեցավ նրան եւ ասաց. «Ներողություն, ես Կարո Հայրապետյանն եմ, գլխավոր դիրիժորը։ Ես ուզում էի ասել, որ դուք շատ գեղեցիկ եք պարում»։ Լուսինեն նայեց նրան եւ ժպտաց, այնպիսի ժպիտով, որը Կարոն հիշեց մինչև վերջին օրը։ Նա ասաց. «Շնորհակալություն, մայստրո, դուք շատ գեղեցիկ եք դիրիժորություն անում»։ Կարոն չգիտեր, թե ինչ ասել հետո։ Նա կանգնած էր այնտեղ, լուռ, անհարմար, զգալով իրեն 15 տարեկան տղա։ Հետո Լուսինեն ասաց. «Մայստրո, եթե դուք ազատ եք այսօր երեկոյան, գուցե մենք կարող ենք խմել սուրճ եւ խոսել երաժշտության մասին»։ Կարոն պատասխանեց. «Այո, ես ազատ եմ»։ Թեև դա ճիշտ չէր։ Նա երբեք ազատ չէր, բայց այդ երեկո նա ընտրեց լինել ազատ։ Նրանք հանդիպեցին ժամը 7-ին, փոքրիկ կավճանում օպերայի մոտ։ Նրանք խոսեցին 3 ժամ երաժշտության, բալետի, արվեստի, կյանքի մասին։ Լուսինեն պատմեց, թե ինչպես նա սկսել է պարել 6 տարեկանից, թե ինչպես նրա ծնողները, պարզ բանվորներ, խնայել են յուրաքանչյուր կոպեկ, որպեսզի նա կարողանա սովորել բալետային դպրոցում։ Նա պատմեց, թե ինչպես նա երազում էր պարել Բոլշոյ թատրոնում, բայց չկարողացավ անցնել ընտրությունը, որովհետև նրա ոտքերը չափազանց կարճ էին։ Նա պատմեց, թե ինչպես նա եկավ Երևան, վերջին հույսով, եւ ինչպես երջանիկ էր, երբ ընդունվեց։ Կարոն լսում էր եւ զգում էր, որ ինչ-որ բան հալվում է նրա ներսում, այն սառույցը, որը նա կառուցել էր իր սրտի շուրջը։ Նա սկսեց պատմել իր մասին, հոր մասին, մահվան մասին, որոշման մասին, երբեք չզգալ ցավը։ Լուսինեն լսեց եւ հետո ասաց. «Կարո, դու չես կարող ապրել առանց ցավի։ Ցավը մաս է կյանքից։ Եթե դու փորձես խուսափել ցավից, դու նաեւ խուսափում ես ուրախությունից»։ Կարոն նայեց նրան եւ ասաց. «Բայց ես վախենում եմ ցավից»։ Լուսինեն վերցրեց նրա ձեռքը եւ ասաց. «Ես գիտեմ, բայց ես այստեղ եմ, եւ չեմ թվես չեմ թողնի քեզ մենակ»։ Այդ խոսքերը եղան սուտ, բայց Կարոն չգիտեր դա այն ժամանակ։ Նա միայն գիտեր, որ առաջին անգամ 8 տարվա ընթացքում նա զգում էր ինչ-որ բան, բացի երաժշտությունից։ Նա զգում էր հույս։ Նրանք սկսեցին հանդիպել ամեն օր։ Կարոն փոխեց իր ռեժիմը առաջին անգամ կյանքում։ Նա սկսեց լքել թատրոնը ժամը 9 երեկոյան, փոխարեն կեսգիշերի, որպեսզի կարողանա տեսնել Լուսինեին։ Նրանք քայլում էին Երևանի փողոցներով, նստում էին կավճաններում, գնում էին կինո։ Լուսինեն սովորեցրեց Կարոյին ծիծաղել, խոսել, երազել։ Նա բերեց գույներ նրա սև ու սպիտակ աշխարհ։ 6 ամիս անց Կարոն առաջարկեց Լուսինեին ամուսնանալ։ Դա եղավ նոյեմբերյան երեկո, Կասկադի վերևում, որտեղ նրանք կարող էին տեսնել ամբողջ քաղաքը, լույսերով լուսավորված։ Կարոն ծնկի եկավ, հանեց մատանի, ոսկյա, պարզ, առանց աթամանդի, որովհետև նա չուներ փող աթամանդի համար, եւ ասաց. «Լուսինե, ես գիտեմ, որ ես ոչ լավ ամուսին եմ լինելու։ Ես գիտեմ, որ ես շատ ժամանակ եմ լինելու թատրոնում։
Ես գիտեմ, որ երաժշտությունը միշտ լինելու է առաջին տեղում, բայց ես նաև գիտեմ, որ ես սիրում եմ քեզ ավելի, քան ես մտածում էի, որ կարող եմ սիրել որևէ մեկին։ Եվ ես ուզում եմ, որ դու լինես ինձ հետ, մինչև վերջ։ Լուսինեն նայեց նրան երկար։ Նրա աչքերում Կարոն տեսավ ինչ-որ բան, ինչը նա չկարողացավ ճանաչել այն ժամանակ։ Հետո նա ժպտաց եւ ասաց. «Այո, Կարո, ես կամուսնանամ քեզ հետ»։ Կարոն հագցրեց մատանին նրա մատին, գրկեց նրան եւ համբուրեց։ Եվ այդ պահին նա զգաց, որ վերջապես գտավ տուն, բայց տունը, որը նա կարծում էր, որ գտավ, եղավ միայն պատրանք։ Եվ այդ պատրանքը սկսեց փլուզվել շատ ավելի շուտ, քան նա կարող էր պատկերացնել։ Երևանի կենտրոնական հիվանդանոցի արխիվում, որը գտնվում է Աբովյան փողոցի հին շենքի ստորգետնյա հարկում, պահվում են բժշկական քարտեր 1970-րդ թվականներից սկսած։ Այդ քարտերի մեջ կա մեկը, որը կրում է համար 3574, եւ այդ քարտի վրա գրված է անունը՝ Հայրապետյան Կարո Արամի։ Այդ քարտը բացվել է 1972 թվականի մայիսի 17-ին, երբ 27 տարեկան դիրիժորը եկավ հիվանդանոց, գիշերվա 2 ժամին բռնած կրծքավանդակը եւ շնչելով դժվարությամբ։ Նրան ընդունեց հերթապահ բժիշկ Վահագն Գրիգորյանը, ով հետագայում դարձավ սրտաբանության պրոֆեսոր, բայց այդ գիշերը նա եղավ պարզապես երիտասարդ մասնագետ, ով տեսավ ինչ-որ բան, որը նրան սարսափեցրեց։ Վահագնը գրեց իր օրագրում, որը հրապարակվեց նրա մահից հետո. «Այդ գիշերը ես տեսա մարդու, ով պետք է մահանար 5 տարի առաջ, բայց ինչ-որ պատճառով դեռ ապրում էր։ Նրա սիրտը աշխատում էր այնպես կարծես այն փորձում էր փախչել կրծքավանդակից։ Նրա զարկերակը զարկում էր անկանոն, թույլ, վտանգավոր։ Երբ ես հարցրի նրան, ինչու նա չի եկել ավելի վաղ, նա պատասխանեց, որովհետև նա ուներ համերգ երեկ, եւ նա չէր կարող չեղարկել այն»։ Վահագնը կատարեց բոլոր անհրաժեշտ հետազոտությունները՝ էլեկտրասրտագիր, ռենտգեն, արյան վերլուծություն։ Արդյունքները եղան աղետալի։ Կարոյի սիրտը ուներ լուրջ խանգարում, արիթմիա, որը կարող էր ցանկացած պահի հանգեցնել կաթվածի։ Վահագնը նստեց Կարոյի կողքին եւ ասաց. «Պարոն Հայրապետյան, ես պետք է լինեմ անկեղծ ձեզ հետ։ Ձեր սիրտը շատ թույլ է։ Դուք պետք է դադարեցնեք ցանկացած ֆիզիկական եւ էմոցիոնալ ծանրաբեռնվածություն։ Դուք պետք է ընդունեք հատուկ դեղորայք եւ լինեք կանոնավոր բժշկական դիտարկման տակ։ Եվ ամենակարևորը, դուք պետք է դադարեցնեք դիրիժորությունը»։ Կարոն նայեց բժշկին երկար, հետո ասաց. «Բժիշկ Գրիգորյան, ես հարգում եմ ձեր կարծիքը, բայց ես չեմ կարող դադարեցնել դիրիժորությունը։ Դա միակ բանն է, որը ես գիտեմ անել։ Դա միակ բանն է, որը տալիս է իմաստ իմ կյանքին»։ Վահագնը հասկացավ, որ նա խոսում է մարդու հետ, ով արդեն կայացրել է իր որոշումը։ Նա ասաց. «Ապա գոնե թույլ տվեք ինձ օգնել ձեզ ապրել այնքան, որքան հնարավոր է։ Ես կգրեմ ձեզ դեղորայք, կտամ հրահանգներ, կսովորեցնեմ ճանաչել վտանգի նշանները, բայց դուք պետք է խոստանաք ինձ, որ կգաք կանոնավոր ստուգումների»։ Կարոն խոստացավ, բայց այդ խոստումը եղավ առաջին սուտը բազմաթիվ սուտերի շղթայում, որոնք նա պատմեց հաջորդ 18 տարիների ընթացքում։ Նա գնաց հիվանդանոց միայն 3 անգամ այդ տարի, հետո դադարեցրեց գնալը բոլորովին։ Նա վերցրեց դեղերը, որոնք Վահագնը գրեց, բայց նա չհետևեց հրահանգներին։ Նա ընդունում էր դեղերը միայն, երբ ցավը դառնում էր անտանելի, երբ սիրտը սկսում էր զարկել այնպես, որ նա կարծում էր այն կպայթի։ Բայց նույնիսկ այդ պահերին նա չէր դադարեցնում աշխատանքը։ Նա պարզապես սպասում էր, մինչև ցավը անցնի, հետո վերադառնում էր բեմ, կարծես ոչինչ չէր եղել։ Բայց կար մեկը, ով նկատեց, որ ինչ-որ բան սխալ է։ Լուսինեն, ով այդ ժամանակ արդեն Կարոյի կինն էր, 3 ամիս ամուսնացած, սկսեց տեսնել փոփոխությունները։ Նա նկատեց, թե ինչպես Կարոն արթնանում էր գիշերները, քրտնած, շնչելով դժվարությամբ։ Նա նկատեց, թե ինչպես նա մերժում էր ուտել, ասելով, որ նա հոգնած է։ Նա նկատեց, թե ինչպես նրա ձեռքերը դողում էին, երբ նա կարծում էր, որ ոչ ոք չի նայում։ Մի օր նա գտավ դեղերը, թաքնված գրասենյակի դարակում, եւ տեսավ անունները՝ բարդ, բժշկական անուններ, որոնք նա չէր հասկանում։ Նա հարցրեց Կարոյին. «Ինչ են այս դեղերը»։ Կարոն պատասխանեց. «Վիտամիններ են։ Բժիշկը ասաց, որ ես պետք է ընդունեմ դրանք, որովհետև ես շատ եմ աշխատում»։ Լուսինեն ուզում էր հավատալ, բայց ինչ-որ բան նրան ասում էր, որ սա ճշմարտությունը չէ։ Նա որոշեց հետևել Կարոյին։ 1973 թվականի սեպտեմբերին Լուսինեն հետևեց Կարոյին մինչև կենտրոնական հիվանդանոց։ Նա տեսավ, թե ինչպես նա մտավ շենք, բարձրացավ 2-րդ հարկ, մտավ սրտաբանության բաժին։ Նա սպասեց կես ժամ, հետո տեսավ նրան դուրս գալիս, գունատված, հոգնած, բռնած փաթեթ, դեղերով։ Նա հետևեց նրան մինչև թատրոն, հետո մտավ ներս եւ գտավ բժիշկ Վահագն Գրիգորյանին։ Նա ներկայացավ որպես Կարոյի կին եւ հարցրեց. «Բժիշկ Գրիգորյան,
Ես պետք է իմանամ ճշմարտությունը։ Ինչ է պատահել իմ ամուսնուն։ Վահագնը նայեց նրան եւ տեսավ նրա աչքերում վախը, այն վախը, որը գալիս է, երբ դու գիտես, որ ինչ-որ բան սարսափելի է պատահելու, բայց դու դեռ չգիտես ինչ։ Նա ասաց. Տիկին Հայրապետյան, Ես չեմ կարող խոսել իմ հիվանդի մասին առանց նրա թույլտվության։ Լուսինեն ասաց. Ես նրա կինն եմ, ես ունեմ իրավունք իմանալ։ Վահագնը լռեց երկար, հետո ասաց. Լեց այն ինչ ես ասելու եմ, պետք է մնա մեր միջև։ Ձեր ամուսինը ունի լուրջ սրտի հիվանդություն։ Նրա սիրտը կարող է դադարել զարկել ցանկացած պահի։ Ես խորհուրդ տվեցի նրան դադարեցնել դիրիժորությունը, բայց նա հրաժարվեց։ Նա ընտրեց շարունակել, նույնիսկ եթե դա նշանակում է կրճատել իր կյանքը։ Լուսինեն զգաց, որ հատակը հեռանում է նրա ոտքերի տակից։ Նա նստեց աթոռին եւ փորձեց շնչել։ Նա ասաց. Որքան ժամանակ նա ունի։ Վահագնը պատասխանեց. Ես չգիտեմ։ Կարող է 1 տարի, կարող է 5 տարի, կարող է 10 տարի, կամ կարող է վաղը։ Սիրտը անկանխատեսելի է։ Լուսինեն հարցրեց. Ինչու նա չասաց ինձ։ Վահագնը ասաց. Որովհետև նա սիրում է ձեզ, եւ նա չուզում է, որ դուք տառապեք։ Լուսինեն վեր կացավ, շնորհակալություն տվեց բժշկին եւ դուրս եկավ։ Նա քայլեց փողոցներով ժամերով, առանց գիտակցելու, թե որտեղ է գնում։ Նա փորձում էր հասկանալ, թե ինչու Կարոն թաքցրեց սա նրանից։ Ինչու նա ընտրեց սուտ ասել։ Ինչու նա որոշեց մահանալ, փոխարեն ապրելու։ Եվ հետո նա հասկացավ, որովհետև Կարոն երբեք իսկապես չբացվեց նրա առջև։ Նա երբեք իսկապես չթույլ տվեց նրան մտնել իր աշխարհ։ Նա պահեց նրան հեռավորության վրա, պաշտպանեց նրան ճշմարտությունից, որովհետև կարծում էր, որ այդպես է ճիշտ։ Երբ Լուսինեն վերադարձավ տուն, Կարոն արդեն այնտեղ էր, նստած դաշնամուրի առջև, նվագելով Շոպենի նոկտյուրն։ Նա մտավ սենյակ եւ ասաց. Կարո, մենք պետք է խոսենք։ Կարոն դադարեցրեց նվագելը եւ շրջվեց դեպի նրան։ Նա տեսավ նրա դեմքի վրա արտահայտությունը եւ հասկացավ, որ նա գիտի։ Նա ասաց. Դու գնացիր հիվանդանոց։ Լուսինեն պատասխանեց. Այո, եւ ես խոսեցի բժիշկ Գրիգորինի Հեգորյանի հետ։ Ինչու դու չասացիր ինձ, Կարո։ Ինչու դու թաքցրիր սա ինձանից։ Կարոն վեր կացավ եւ մոտեցավ նրան։ Նա ուզում էր գրկել նրան, բայց Լուսինեն հետ քաշվեց։ Նա ասաց. Ոչ։ Դու չես կարող պարզապես գրկել ինձ եւ կարծել, որ ամեն ինչ կարգին է։ Դու ստեցիր ինձ։ Դու ասացիր, որ մենք կլինենք միասին մինչև վերջ, բայց դու չասացիր, որ վերջը կարող է գալ շատ շուտ։ Կարոն ասաց. Ես չուզում էի, որ դու անհանգստանաս։ Ես չուզում էի, որ դու ապրես վախի մեջ։ Լուսինեն պատասխանեց. Բայց հիմա ես ապրում եմ ավելի մեծ վախի մեջ, որովհետև ես գիտեմ, որ ցանկացած օր կարող է լինել վերջինը, եւ դու չես անում ոչինչ կանխելու այն։ Կարոն նստեց բազմոցին եւ ծածկեց դեմքը ձեռքերով։ Նա ասաց. Լուսինե, ես չեմ կարող դադարեցնել դիրիժորությունը։ Դա միակ բանն է, որը ես ունեմ։ Դա միակ բանն է, որը ես եմ։ Եթե ես դադարեցնեմ, ես այլևս Կարո Հայրապետյանը չեմ լինի։ Ես կլինեմ պարզապես հիվանդ մարդ, ով սպասում է մահվան։ Լուսինեն նստեց նրա կողքին եւ ասաց. Բայց դու նաեւ ես։ Դու նաեւ ամուսին ես, եւ շուտով դու կլինես հայր։ Արդյոք դա բավարար չէ։ Կարոն նայեց նրան անհասկանալի եւ հարցրեց. Ինչ ես ասում։ Լուսինեն վերցրեց նրա ձեռքը եւ դրեց իր փորի վրա։ Նա ասաց. Ես հղի եմ, Կարո։ Մենք ունենալու ենք երեխա։ Այդ պահին Կարոյի աշխարհը կանգ առավ։ Նա նայեց Լուսինեին, այս գեղեցիկ կնոջը, ով կրում էր նրա երեխային, եւ զգաց ինչ-որ բան, որը նա երբեք չէր զգացել։ Նա զգաց ահ։ Ոչ վախ իր մահվանից, այլ ահ այն մտքից, որ նա կարող է թողնել երեխային առանց հոր, ինչպես ինքը մնաց առանց հոր։ Նա զգաց, որ նա պատասխանատու է ոչ միայն իր կյանքի համար, այլև այն կյանքի համար, որը դեռ չէր ծնվել։ Եվ այդ պատասխանատվությունը ավելի ծանր էր, քան ցանկացած բեռ, որը նա երբևէ կրել էր։ Նա գրկեց Լուսինեին եւ ասաց. Ես խոստանում եմ, որ կփորձեմ ապրել։ Ես խոստանում եմ, որ կանեմ ամեն ինչ, որ կարող եմ, որպեսզի լինեմ այնտեղ մեր երեխայի համար։ Բայց նույնիսկ երբ նա ասում էր այդ խոսքերը, նա գիտեր, որ դա եղավ եւս մեկ սուտ, որովհետեւ նա արդեն կայացրել էր իր ընտրությունը։ Նա ընտրել էր բեմը ընտանիքի փոխարեն, արվեստը կյանքի փոխարեն, փառքը սիրո փոխարեն էր։ Եվ այդ ընտրությունը սպանելու էր ոչ միայն նրան, այլև ամեն ինչ, ինչ նա սիրում էր։ Երևանի օպերայի եւ բալետի թատրոնի ադմինիստրատիվ շենքի 4-րդ հարկում, անկյունային սենյակում, որտեղ պատուհաններից երևում էր Հանրապետության հրապարակը, գտնվում էր կուլտուրայի նախարարության ներկայացուցիչ Արտաշես Մանուկյանի կաբինետը։
Արտաշեսը եղել է 62 տարեկան մարդ, նախկին դիրիժոր, ով կորցրել էր իր տեղը Մոսկվայի Բոլշոյ թատրոնում քաղաքական պատճառներով եւ վերադարձել էր Երևան որպես վերահսկող։ Նրա աշխատանքը եղավ հետևել, որ թատրոնը հետևի կուլտուրայի նախարարության ուղեցույցներին, որ ռեպերտուարը համապատասխանի գաղափարական պահանջներին, որ արտիստները պահպանեն կարգապահությունը։ Բայց Արտաշեսը ուներ նաև գաղտնի առաքելություն, հավաքել տեղեկություններ թատրոնի աշխատակիցների մասին, հատկապես նրանց մասին, ովքեր կարող էին լինել անվստահելի տարրեր։ 1974 թվականի հունվարին Արտաշեսը ստացավ անանուն նամակ, որտեղ գրված էր. «Գլխավոր դիրիժոր Կարո Հայրապետյանը թաքցնում է լուրջ հիվանդություն։ Նա ընդունում է արգելված դեղեր եւ շարունակում է դիրիժորություն անել, չնայած բժիշկների արգելքին։ Սա վտանգ է ներկայացնում թատրոնի համբավի համար»։ Արտաշեսը կարդաց նամակը եւ ժպտաց։ Նա գիտե, որ այս տեղեկությունը կարող է օգտակար լինել։ Ոչ թե որովհետև նա ուզում էր վնասել Կարոյին, այլ որովհետև նա ուզում էր ունենալ լծակ, վերահսկելու նրան։ Արտաշեսը կանչեց Կարոյին իր կաբինետ, փետրվարի սկզբին։ Երբ Կարոն մտավ, Արտաշեսը նստած էր իր գրասեղանի ետևում ծխելով բելոմորի ծխախոտ եւ նայելով նրան այնպիսի հայացքով, որը Կարոն անմիջապես ճանաչեց։ Դա եղավ գիշատիչ հայացք մարդու, ով վայելում է իր իշխանությունը։ Արտաշեսը ասաց. «Նստեք, ընկեր Հայրապետյան, մենք պետք է խոսենք»։ Տարոն նստեց եւ սպասեց։ Արտաշեսը շարունակեց. «Ես ստացել եմ տեղեկություններ, որ դուք ունեք առողջական խնդիրներ, լուրջ առողջական խնդիրներ, եւ դուք թաքցնում եք դրանք թատրոնի ղեկավարությունից»։ Կարոն զգաց, որ սիրտը սկսեց արագ զարկել։ Նա ասաց. «Ես չգիտեմ, թե որտեղից եք ստացել այդ տեղեկությունները, բայց դրանք սխալ են։ Ես լիովին առողջ եմ»։ Արտաշեսը ժպտաց եւ ասաց. «Ընկեր Հայրապետյան, մի ստեք ինձ։ Ես ունեմ փաստաթղթեր։ Ես ունեմ ձեր բժշկական քարտի պատճենը կենտրոնական հիվանդանոցից։ Ես գիտեմ ամեն ինչ»։ Կարոն զգաց, որ գետինը հեռանում է նրա ոտքերի տակից։ Նա հասկացավ, որ ինչ-որ մեկը դավաճանել է նրան, ինչ-որ մեկը տվել է նրա բժշկական տեղեկությունները Արտաշեսին։ Նա հարցրեց. «Ինչ եք ուզում»։ Արտաշեսը պատասխանեց. «Ես ուզում եմ, որ դուք լինեք ազնիվ։ Ես ուզում եմ, որ դուք ընդունեք, որ ունեք խնդիր, եւ ես ուզում եմ, որ դուք համագործակցեք ինձ հետ»։ Կարոն հարցրեց. «Ինչ նշանակում է համագործակցել»։ Արտաշեսը ասաց. «Դա նշանակում է, որ դուք կտեղեկացնեք ինձ ամեն ինչի մասին, ինչ տեղի է ունենում թատրոնում։ Ով է ասում ինչ, ով է հանդիպում ումով, ով է դժգոհ կառավարությունից։ Դուք կլինեք իմ աչքերը եւ կլինեք իմ աչքերը եւ ականջները»։ Կարոն հասկացավ, թե ինչ է Արտաշեսը խնդրում։ Նա ուզում էր, որ Կարոն դառնա լրտես, դավաճան, մարդ, ով հանձնում է իր գործընկերներին։ Կարոն ասաց. «Ես չեմ կարող անել դա»։ Արտաշեսը ժպտաց եւ ասաց. «Ապա ես ստիպված կլինեմ զեկուցել կուլտուրայի նախարարությանը, որ դուք թաքցնում եք լուրջ հիվանդություն եւ վտանգ եք ներկայացնում թատրոնի համար։ Եվ դուք գիտեք, թե ինչ կլինի հետո։ Ձեզ կհեռացնեն։ Ձեզ կարգարկելեն դիրիժորություն անել։ Ձեր կարիերան կավարտվի»։ Կարոն նայեց Արտաշեսին եւ զգաց ատելություն, մաքուր, ինտենսիվ ատելություն, որը նա երբեք չէր զգացել որևէ մեկի նկատմամբ։ Բայց նա նաև գիտեր, որ Արտաշեսը ճիշտ է ասում։ Եթե նախարարությունը իմանար նրա հիվանդության մասին, նրան կհեռացնեին անմիջապես, եւ դա կլիներ վերջը։ Կարոն ասաց. «Լավ, ես կհամագործակցեմ»։ Արտաշեսը ժպտաց եւ ասաց. «Խելացի որոշում, ընկեր Հայրապետյան։ Մենք կլինենք լավ ընկերներ»։ Բայց նրանք երբեք չդարձան ընկերներ։ Նրանք դարձան գործընկերներ մի կեղտոտ գործարքում, որտեղ Կարոն վաճառեց իր հոգին, մի քանի տարի ավելի ապրելու համար բեմի վրա։ Հաջորդ 3 տարիների ընթացքում Կարոն տվեց Արտաշեսին տեղեկություններ, փոքր, անվնաս տեղեկություններ, որոնք չվնասեցին ոչ ոքի։ Նա պատմեց, թե ով է դժգոհ իր աշխատավարձից, ով է ուզում փոխել աշխատանքը, ով է ունեցել վեճ ղեկավարության հետ։ Բայց նա երբեք տեղեկություններ, որոնք կարող էին իսկապես վնասել մարդկանց։ Նա պահպանեց իր գործընկերներին, նույնիսկ երբ դա նշանակում էր ռիսկ անել իր սեփական անվտանգությամբ։ Բայց այս կրկնակի կյանքը սկսեց սպանել նրան ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես։ Նա զգում էր, որ դառնում է մարդ, որին նա արհամարհում էր։ Նա զգում էր, որ կորցնում է իր ինքնությունը, իր արժանապատվությունը, իր հոգին։ Տանը իրավիճակը դառնում էր ավելի վատ։ Լուսինեն ծնեց նրանց դուստրը Անահիտին 1974 թվականի ապրիլին։ Կարոն ներկա էր ծննդաբերությանը, բայց նա չզգաց այն ուրախությունը, որը պետք է զգար։ Նա նայեց այդ փոքրիկ արարածին իր դստերը եւ զգաց միայն վախ։
Վախ այն մտքից, որ նա չի կարող պաշտպանել նրան, որ նա չի կարող լինել այնտեղ նրա համար, որ նա կթողնի նրան միայնակ։ Լուսինեն տեսավ այդ վախը նրա աչքերում եւ հասկացավ, որ նա կորցրել է Կարոյին։ Ոչ թե ֆիզիկապես, այլ էմոցիոնալորեն։ Կարոն այլևս չէր այնտեղ, նույնիսկ երբ նա ֆիզիկապես ներկա էր։ Նա եղավ ուրվական, ստվեր, մարդ, ով ապրում էր իր սեփական աշխարհում, որտեղ միայն երաժշտությունը կար իրական։ Լուսինեն փորձեց հասնել նրան, բայց Կարոն փակվեց ավելի ու ավելի։ Նա սկսեց անցկացնել ավելի շատ ժամանակ թատրոնում, ավելի քիչ ժամանակ տանը։ Նա սկսեց մերժել ընթրիքները ընտանիքի հետ, մերժել զբոսանքները, մերժել ամեն ինչ, ինչը չէր վերաբերում երաժշտությանը։ Լուսինեն զգաց, որ նա դառնում է միայնակ մայր, կին առանց ամուսնու, մարդ, ով ապրում է նույն տանը մեկ ուրիշի հետ, բայց միևնույն ժամանակ լիովին միայնակ։ Նա սկսեց փնտրել մխիթարություն ուրիշ տեղերում։ Նա սկսեց անցկացնել ավելի շատ ժամանակ իր ընկերուհիների հետ, ավելի շատ ժամանակ թատրոնում, վարժանքներից հետո, երբ Կարոն արդեն հեռացել էր։ Եվ հետո նա հանդիպեց Վահանին։ Վահան Սարգսյանը եղել է 35 տարեկան բարիտոն, նոր եկած Թբիլիսիից, տաղանդավոր, գեղեցիկ, կրքոտ։ Նա տեսավ Լուսինեին եւ անմիջապես հետաքրքրվեց նրանով։ Նա սկսեց մոտենալ նրան, դանդաղ, զգույշ, հմուտ։ Նա հարցնում էր նրան նրա պարի մասին, նրա կյանքի մասին, նրա երազանքների մասին։ Եվ Լուսինեն, ով այնքան երկար էր զրկված եղել ուշադրությունից, սկսեց բացվել նրա առջև։ Նա պատմեց նրան իր ամուսնության մասին, իր միայնությունունը մասին, իր ցավի մասին։ Եվ Վահանը լսեց ոչ թե դատելով, այլ հասկանալով, համակրելով, աջակցելով։ 1975 թվականի աշնանը նրանք սկսեցին հարաբերություն, գաղտնի, վտանգավոր, մեղավոր։ Լուսինեն գիտեր, որ այն, ինչ նա անում է, սխալ է, բայց նա չէր կարող դադարեցնել։ Նա ուներ կարիք զգալ, որ ինչ-որ մեկը սիրում է նրան, որ ինչ-որ մեկը ուզում է նրան, որ ինչ-որ մեկը կտեսնում է նրան։ Կարոն գիտեր, նա գիտեր էր ամեն ինչ։ Նա տեսավ, թե ինչպես Լուսինեն փոխվեց, թե ինչպես նա սկսեց ավելի շատ ժամանակ անցկացնել թատրոնում, թե ինչպես նա սկսեց խուսափել նրա հայացքից։ Նա տեսավ, թե ինչպես Վահանը նայում էր Լուսինեին, թե ինչպես նրանք շշնջում էին միջանցքներում, թե ինչպես նրանք հեռանում էին միասին վարժանքներից հետո։ Բայց նա ոչինչ չասաց։ Նա չբողոքեց, չհարցրեց, չպահանջեց բացատրություններ։ Նա պարզապես լռեց եւ շարունակեց իր կյանքը, կարծես ոչինչ չէր փոխվել։ Որովհետև նա գիտեր, որ նա չուներ իրավունք բողոքելու։ Նա եղավ այն մարդը, ով առաջինը լքեց ամուսնությունը, ոչ թե ֆիզիկապես, այլ էմոցիոնալորեն։ Նա եղավ այն մարդը, ով ընտրեց երաժշտությունը ընտանիքի փոխարեն։ Եվ հիմա նա վճարում էր գինը։ Բայց ամենավատը դեռ չէր եկել։ Ամենավատը եկավ 1976 թվականի ձմեռը, երբ Արտաշես Մանուկյանը կանչեց Կարոյին իր կաբինետ եւ ասաց. «Ընկեր Հայրապետյան, ես ունեմ վատ լուր ձեզ համար։ Ձեր կինը ունի հարաբերություն երգիչ Վահան Սարգսյանի հետ։ Եվ ես պետք է զեկուցեմ այդ մասին կուլտուրայի նախարարությանը, եթե դուք չանեք ինչ-որ բան»։ Կարոն նայեց նրան եւ հարցրեց. «Ինչ եք ուզում, որ ես անեմ»։ Արտաշեսը պատասխանեց. «Ես ուզում եմ, որ դուք տաք ինձ ավելի շատ տեղեկություններ, իրական տեղեկություններ, անուններ, փաստեր, ապացույցներ, մարդիկ, ովքեր խոսում են կառավարության դեմ, ովքեր պլանավորում են փախչել արտերկիր, ովքեր կապ ունեն արտասահմանյան լրագրողների հետ»։ Կարոն հասկացավ, որ Արտաշեսը ուզում է, որ նա դառնա իրական լրտես, մարդ, ով հանձնում է իր ընկերներին իրական վտանգի։ Եվ նա նաև հասկացավ, որ եթե նա հրաժարվի, Արտաշեսը կոչնչացնի ոչ միայն նրան, այլև Լուսինեին։ Նա կհրապարակի նրա դավաճանությունը, կանվանի նրան ամբարոյական, կհեռացնի նրան թատրոնից։ Եվ Լուսինեն կդառնա մերժված, ամոթալի, կործանված։ Կարոն նստեց այնտեղ, Արտաշեսի կաբինետում, եւ զգաց, որ նա հասել է հատակին։ Նա զգաց, որ այլևս ուղի չկա դուրս, այլևս ընտրություն չկա, այլևս հույս չկա։ Նա կարող էր փրկել իրեն, դավաճանելով ուրիշներին, կամ կարող էր փրկել ուրիշներին, կործանելով իրեն եւ Լուսինեին։ Եվ այդ պահին նա հիշեց իր հոր խոսքերը. «Որդի, երբ դու ընտրության առջև ես կանգնած, միշտ ընտրիր այն, ինչը թույլ կտա քեզ նայել հայելուն առանց ամոթի»։ Կարոն վեր կացավ, նայեց Արտաշեսին եւ ասաց. «Ես չեմ անի դա։ Դուք կարող եք անել ինչ ուզում եք ինձ հետ, բայց ես չեմ դավաճանի իմ մարդկանց»։ Արտաշեսը ժպտաց եւ ասաց. «Ապա պատրաստվեք հետևանքներին»։ Բայց հետևանքները չեկան անմիջապես։ Դրանք եկան դանդաղ, անխուսափելի, ինչպես ձմեռային մրիկը, որը ծածկում է ամեն ինչ իր սառույցով։ Եվ երբ նրանք վերջապես եկան, դրանք փոխեցին ամեն ինչ ընդմիշտ։
Երևանի կենտրոնական բանտի արխիվում, որը գտնվում է Դավթաշենի հին շենքում, պահվում են հարցաքննության արձանագրություններ 1977 թվականից սկսած։ Այդ արձանագրությունների մեջ կա մեկը, որը թվագրված է մարտի 12-ով, եւ այդ արձանագրությունը պարունակում է Վահան Սարգսյանի ցուցմունքները։ Վահանին ձերբակալել էին փետրվարի 28-ին, մեղադրանքով հակախորհրդային քարոզչություն եւ գործունեություն։ Իրականում նա ձերբակալվել էր, որովհետև ինչ-որ մեկը զեկուցել էր, որ նա խոսել է արտասահմանյան լրագրողի հետ եւ քննադատել է խորհրդային կառավարությունը։ Այդ ինչ-որ մեկը եղել է Արտաշես Մանուկյանը, ով որոշել էր պատժել Կարոյին ոչ թե ուղղակիորեն, այլ անուղղակիորեն, ոչնչացնելով մարդուն, ով խլել էր նրա կնոջը։ Հարցաքննության ժամանակ Վահանին հարցրին Լուսինե Հայրապետյանի մասին։ Նրան հարցրին, արդյոք նա ունի հարաբերությունն ու նրա հետ։ Արդյոք նա օգտագործել է այդ հարաբերությունը ստանալու տեղեկություններ թատրոնի մասին։ Արդյոք Լուսինեն գիտեր նրա հակախորհրդային գործունեության մասին։ Վահանը հրաժարվեց պատասխանել, բայց հարցաքննողները ուներին իրենց մեթոդները։ Նրանք ցույց տվեցին նրան լուսանկարներ, Լուսինեի եւ նրա։ Նրանք ասացին, որ եթե նա չխոստովանի, նրանք կհրապարակեն այդ լուսանկարները եւ Լուսինեն կկործանվի։ Վահանը փորձեց պաշտպանել նրան, բայց վերջում նա կոտրվեց։ Նա խոստովանեց ամեն ինչ, հարաբերությունը, հանդիպումները, նույնիսկ բաները, որոնք երբեք չէին տեղի ունեցել։ Նա ստորագրեց ցուցմունքը, որտեղ գրված էր, որ Լուսինեն գիտեր նրա հանցագործ գործունեության մասին եւ նույնիսկ օգնել է նրան։ Երբ Կարոն իմացավ Վահանի ձերբակալության մասին, նա անմիջապես հասկացավ, թե ինչ է տեղի ունեցել։ Նա գիտեր, որ սա եղավ Արտաշեսի վրեժխնդրությունը, նրա ձևը պատժելու Կարոյին, նրա հրաժարման համար համագործակցել։ Նա վազեց Արտաշեսի կաբինետ եւ ասաց. «Դուք պետք է դադարեցնեք սա։ Վահանը անմեղ է, Լուսինեն անմեղ է, նրանք ոչինչ չեն արել»։ Արտաշեսը նայեց նրան եւ ժպտաց, այնպիսի ժպիտով, որը սառեցնում էր արյունը։ Նա ասաց. «Ընկեր Հայրապետյան, ես չեմ կարող դադարեցնել ոչինչ։ Գործը արդեն փոխանցված է KGB-ին, բայց կարող եմ ասել ձեզ, որ եթե դուք ուզում եք փրկել ձեր կնոջը, դուք պետք է անեք այն, ինչ ես խնդրեցի ձեզ անել։ Տվեք ինձ տեղեկություններ։ Իրական տեղեկություններ։ Եվ ես կտեսնեմ, թե ինչ կարող եմ անել»։ Կարոն կանգնած էր այնտեղ եւ զգում էր, որ աշխարհը փլուզվում է նրա շուրջը։ Նա գիտեր, որ եթե նա տա Արտաշեսին այն, ինչ նա ուզում է, նա կդավաճանի մարդկանց, ովքեր վստահել են նրան։ Բայց նա նաեւ գիտեր, որ եթե նա չանի դա, Լուսինեն կտառապի։ Նրան կմեղադրեն, կդատեն, կուղարկեն աքսոր, եւ փոքրիկ Անահիտը կմնա առանց մոր։ Կարոն ասաց. «Տվեք ինձ ժամանակ մտածելու»։ Արտաշեսը պատասխանեց. «Դուք ունեք 24 ժամ»։ Կարոն դուրս եկավ շենքից եւ քայլեց փողոցներով, ժամերով, առանց գիտակցելու, թե որտեղ է գնում։ Նա վերջապես գտավ իրեն Կոմիտասի Պանթեոնում, հոր գերեզմանի մոտ։ Նա նստեց գերեզմանի քարի վրա եւ սկսեց խոսել, բարձր, կարծես հայրը կարող էր լսել նրան։ Նա ասաց. «Հայրիկ, ես չգիտեմ, թե ինչ անել։ Ես կանգնած եմ ընտրության առջև, որը կոչինչացնի ինձ, անկախ նրանից, թե ինչ ընտրեմ։ Եթե ես դավաճանեմ իմ մարդկանց, ես կկորցնեմ իմ հոգին։ Եթե ես չդավաճանեմ, ես կկորցնեմ իմ ընտանիքը։ Ինչպես ես կարող եմ ապրել դրանից հետո։ Ինչպես ես կարող եմ շարունակել, երբ ամեն ինչ կործանված է»։ Նա նստեց այնտեղ երկար, սպասելով պատասխանի, սպասելով նշանի, սպասելով ինչ-որ բանի, որը կասի նրան ինչ անել։ Բայց պատասխան չեկավ։ Միայն լռություն, սառը, դատարկ լռություն։ Երբ Կարոն վերադարձավ տուն, արդեն գիշեր էր։ Լուսինեն սպասում էր նրան, նստած հյուրասենյակում։ Անահիտը քնած էր նրա գրկում։ Երբ նա տեսավ Կարոյին, նա դրեց երեխային բազմոցին եւ ասաց. «Կարո, մենք պետք է խոսենք»։ Կարոն նստեց նրա դիմաց եւ սպասեց։ Լուսինեն ասաց. «Ես գիտեմ Վահանի մասին։ Ես գիտեմ, որ նրան ձերբակալել են։ Եվ ես գիտեմ, որ դա իմ մեղքն է»։ Կարոն ասաց. «Դա ոչ թե քո մեղքն է, դա իմ մեղքն է։ Քնե։ Ես եմ այն մարդը, ով մերժեց համագործակցել Արտաշեսի հետ։ Ես եմ այն մարդը, ով բերեց սա մեր վրա»։ Լուսինեն նայեց նրան եւ ասաց. «Կարո, ես ուզում եմ, որ դու իմանաս ճշմարտությունը։ Այո, ես ունեցա հարաբերություն Վահանի հետ, բայց դա ավարտվեց 3 ամիս առաջ։ Ես հասկացա, որ ես սխալ էի։ Ես հասկացա, որ ես դեռ սիրում եմ քեզ, չնայած ամեն ինչին։ Եվ ես ուզում էի վերադառնալ քեզ մոտ, սկսել նորից, փորձել կառուցել այն, ինչ մենք կորցրել ենք»։ Կարոն լսեց այդ խոսքերը եւ զգաց ինչ-որ բան կոտրվում իր ներսում։ Նա զգաց այն սառույցը, որը նա կառուցել էր իր սրտի շուրջը, սկսում է հալվել։ Նա զգաց արցունքները գալիս, առաջին անգամ 10 տարվա ընթացքում։ Նա ասաց. «Լուսինե,
Ես այնքան ափսոսում եմ։ Ես ափսոսում եմ, որ ես չէի այնտեղ քեզ համար։ Ես ափսոսում եմ, որ ես ընտրեցի երաժշտությունը քեզ փոխարեն։ Ես ափսոսում եմ, որ ես չէի այնտեղ քեզ համար։ Ես ափսոսում եմ, որ ես ընտրեցի երաժշտությունը քեզ փոխարեն։ Ես ափսոսում եմ, որ ես չէի այնտեղ քեզ համար։ Ես ափսոսում եմ, որ ես ընտրեցի երաժշտությունը քեզ փոխարեն։ Ես ափսոսում եմ, որ ես չէի այնտեղ քեզ համար։ Ես ափսոսում եմ, որ ես ընտրեցի երաժշտությունը քեզ փոխարեն։ Ես ափսոսում եմ, որ ես չէի այնտեղ քեզ համար։ Ես ափսոսում եմ, որ ես ընտրեցի երաժշտությունը քեզ փոխարեն։ Ես ափսոսում եմ, որ ես չէի այնտեղ քեզ համար։ Ես ափսոսում եմ, որ ես ընտրեցի երաժշտությունը քեզ փոխարեն։ Ես ափսոսում եմ, որ ես չէի այնտեղ քեզ համար։ Ես ափսոսում եմ, որ ես ընտրեցի երաժշտությունը քեզ փոխարեն։ Ես ափսոսում եմ, որ ես չէի այնտեղ քեզ համար։ Ես ափսոսում եմ, որ ես ընտրեցի երաժշտությունը քեզ փոխարեն։ Ես ափսոսում եմ, որ ես չէի այնտեղ քեզ համար։ Որ դա պատրանք է։ Որովհետև նա արդեն կայացրել էր իր ընտրությունը։ Նա ընտրել էր պաշտպանել իր մարդկանց, նույնիսկ եթե դա նշանակում էր կորցնել ամեն ինչ։ Հաջորդ օրը Կարոն գնաց Արտաշեսի կաբինետ եւ ասաց. Ես չեմ տա ձեզ այն, ինչ դուք ուզում եք։ Դուք կարող եք անել ինձ հետ ինչ ուզում եք, բայց ես չեմ դավաճանի։ Արտաշեսը նայեց նրան երկար, հետո ասաց. Ապա ձեր կինը կտառապի հետևանքները։ Կարոն պատասխանեց. Ես գիտեմ, եւ ես կապրեմ այդ հետ մինչև վերջ։ Նա դուրս եկավ կաբինետից եւ գիտեր, որ նա պարզապես ստորագրել է Լուսինեի դատավճիռը, բայց նա նաեւ գիտեր, որ նա չէր կարող անել այլ կերպ։ Նա չէր կարող դավաճանել մարդկանց, ովքեր վստահել էին նրան, նույնիսկ եթե դա նշանակում էր կորցնել այն, ինչ նա սիրում էր ամենաշատը։ Բայց ճակատագիրը ուներ այլ պլաններ։ 3 օր անց Վահան Սարգսյանը հանկարծ ազատ արձակվեց։ Պարզվեց, որ մեղադրանքները հիմնված էին սխալ տեղեկությունների վրա, որ ապացույցները անբավարար էին, որ գործը փակվել է։ Կարոն երբեք չիմացավ, թե ինչու սա տեղի ունեցավ։ Թերևս ինչ-որ մեկը բարձր պաշտոնում միջամտեց, թերևս Արտաշեսը վախեցավ, որ գործը կդառնա շատ մեծ սկանդալ, թերևս պարզապես բախտը շրջվեց։ Բայց արդյունքը եղավ նույնը. Լուսինեն փրկվեց։ Նա չմեղադրվեց, չդատվեց, չուղարկվեց աքսոր։ Նա մնաց ազատ։ Բայց ազատությունը եկավ գնով։ Լուսինեն հասկացավ, որ նա այլևս չի կարող մնալ Երևանում, այլևս չի կարող աշխատել թատրոնում, այլևս չի կարող ապրել այն կյանքով, որը նա ապրել էր։ Շշուկները արդեն տարածվել էին, մարդիկ արդեն խոսում էին, մատները արդեն ցույց էին տալիս։ Նա դարձել էր այն կինը, դավաճանը, անբարոյականը, եւ նա չէր կարող դիմանալ այդ ամոթին։ Մի օր 1978 թվականի մայիսին նա հավաքեց իր իրերը, վերցրեց փոքրիկ Անահիտին եւ հեռացավ։ Նա չբացատրեց, չխոստովանեց, չխնդրեց ներողություն։ Նա պարզապես գնաց։ Եվ Կարոն չփորձեց կանգնեցնել նրան։ Նա նստեց իր գրասենյակում եւ նայեց, թե ինչպես նրա կյանքը հեռանում է դռնից դուրս։ Եվ նա զգաց միայն թմրություն, սառը դատարկ թմրություն։ Այդ օրվանից Կարոն դարձավ այն մարդը, որին բոլորը ճանաչում էին։ Մեծ դիրիժորը, ով ապրում էր միայն երաժշտության համար, ով չուներ անձնական կյանք, ով եղավ ամբողջովին նվիրված իր արվեստին։ Բայց իրականում նա եղավ կոտրված մարդ, ով կորցրել էր ամեն ինչ՝ իր կնոջը, իր ընտանիքը, իր հոգին։ Եվ միակ բանը, որը մնաց նրան, եղավ բեմը, դիրիժորական գավազանը, երաժշտությունը։ Եվ նա գիտեր, որ նա կշարունակի մինչև վերջ, մինչև վերջին շև վերջին շունչը, մինչև վերջին զարկը։ Որովհետև դա միակ բանն էր, որը նա ուներ։ Դա միակ բանն էր, որը նա էր։ Եվ առանց դրա նա ոչինչ չէր։ Բայց արդյոք արժեր այն գինը, որը նա վճարեց։ Արդյոք արժեր կորցնել ամեն ինչ մի քանի րոպե փառքի համար բեմի վրա։ Արդյոք արժեր ապրել կեսով չափ կյանք լիովին ապրելու փոխարեն։ Երևանի օպերայի թատրոնի 5-րդ հարկի միջանցքում, որտեղ երբեք չէին մտնում սովորական աշխատակիցները, կար փոքրիկ սենյակ, համարված 512։ Այդ սենյակի բանալին ուներ միայն 3 մարդ՝ թատրոնի տնօրենը, գլխավոր ճարտարապետը եւ Կարո Հայրապետյանը։ 1984 թվականի դեկտեմբերին, երբ մաքրուհի Մարինե Գրիգորյանը պատահաբար գտավ հին բանալիների փունջ եւ բացեց այդ դուռը, նա տեսավ այն, ինչը փոխեց ամեն ինչ։ Սենյակը լի էր բժշկական սարքավորումներով, շնչառության ապարատ, էլեկտրակարդիոգրաֆ, թթվածնի բալոններ, դեֆիբրիլյատոր, հսկայական քանակությամբ դեղեր եւ ներարկիչներ։ Պատերին կախված էին բժշկական գրաֆիկներ, սրտի ռիթմի մոնիտորինգ, արյան ճնշման չափումներ, տեղաչափերի աղյուսակներ։ Սեղանի վրա էր ընկած բժշկական ժուրնալ, որտեղ ամեն օր գրանցված էին Կարոյի ցուցանիշները՝ զարկերակ, շնչառություն, թթվածնի մակարդակ արյան մեջ։ Վերջին գրառումը եղել էր 3 դեկտեմբերի 12-ին։ Այնտեղ գրված էր. զարկերակ 58 զարկ րոպեում,
անկանոն։ Շնչառություն 26 անգամ րոպեում, դժվար։ Թթվածին 86%, վիճակը կրիտիկական։ Առաջարկում եմ անմիջապես հոսպիտալացում, հիվանդը հրաժարվում է։ Ստորագրությունը եղել էր անընթեռնելի, բայց Մարինեն ճանաչեց այն ձեռագիրը, դա եղել էր դոկտոր Գևորգ Ավագյանի ստորագրությունը։ Մարինեն կանգ առավ այդ սենյակի կենտրոնում և հասկացավ, 11 տարի շարունակ մայստրոն ապրել է երկու կյանք, մեկը բեմի վրա, որպես հերոս, մյուսը այս սենյակում, որպես մարդ, ում օրերը հաշված էին։ Նա տեսավ անկողինը, որտեղ Կարոն պառկում էր համերգներից հետո, միացված թթվածնի ապարատին։ Տեսավ աղբամանը, լի օգտագործված ներարկիչներով։ Տեսավ հայելին, որի վրա գրված էր մարկերով «Դու ուժեղ ես, դու կարող ես, դու պետք է»։ Մարինեն փակեց դուռը և երբեք ոչ մեկին չպատմեց այն, ինչ տեսավ։ Բայց նա սկսեց աղոթել Կարոյի համար։ Ամեն օր, ամեն գիշեր, աղաչելով Աստծուն տալ նրան ուժ շարունակելու համար։ Արդյոք Աստված լսեց այդ աղոթքները, թե? Կարոյի ճակատագիրը արդեն գրված էր այն օրից, երբ նա ընտրեց բեմը կյանքի փոխարեն։ 1985 թվականի հունվարին Կարոյի մարմինը սկսեց ցույց տալ այնպիսի նշաններ, որոնք այլևս հնարավոր չէր թաքցնել։ Նրա ձեռքերը դողում էին այնքան ուժգնորեն, որ նա չէր կարող պահել դիրիժորական գավազանը առանց հատուկ ձեռնոցների, որոնք ամրացնում էին նրա մատները։ Նրա շնչառությունը դարձել էր այնքան դժվար, որ նա ստիպված էր օգտագործել թաքնված թթվածնի փոքրիկ բալոն, կրած իր բաճկոնի ներսում։ Նրա դեմքը ձեռք էր բերել մոմի գույն, աչքերը խորացել էին այնքան, որ թվում էր նա նայում է մեկ այլ աշխարհից։ Օրկեստրանտները այլևս չէին կարող անտեսել այն, ինչ տեղի էր ունենում։ Նրանք տեսնում էին, թե ինչպես է մայստրոն կանգ առնում վարժանքների ժամանակ, բռնված դիրիժորական պատվանդանին, թե ինչպես է նա փակում աչքերը հաղթահարելու ցավի ալիքները, թե ինչպես է նա ժպտում, երբ բոլորը տեսնում են, որ նա տառապում է։ Բայց ամենավատը եղավ այն, որ Կարոն սկսեց կորցնել իր ամենաթանկագին նվերը՝ լսողությունը։ Ոչ թե ֆիզիկական լսողությունը, այլ այն հատուկ ունակությունը լսել երաժշտությունը նույնիսկ լռության մեջ, զգալ յուրաքանչյուր նոտայի հոգին, հասկանալ կոմպոզիտորի մտքերը։ Դա եղավ ազդանշանը, որ վերջը մոտենում է։ Փետրվարի սկզբին Կարոն կանչեց Արթուր Պետրոսյանին իր գրասենյակ և ասաց նրան ինչ-որ բան, որը Արթուրը երբեք չէր սպասում լսել։ Կարոն ասաց. «Արթուր, ես ուզում եմ, որ դու սովորես դիրիժորություն անել իմ ռեպերտուարը, ամբողջ ռեպերտուարը։ Ես քեզ կսովորեցնեմ ամեն մի շարժում, ամեն մի նյուանս, ամեն մի գաղտնիք։ Դու պետք է պատրաստ լինես փոխարինել ինձ ցանկացած պահի»։ Արթուրը նայեց նրան սարսափած և ասաց. «Մայստրո, ինչու դուք ինձ ասում եք սա։ Դուք չեք մտադիր դադարեցնել»։ Կարոն ժպտաց այն դառն ժպիտով, որը Արթուրը ճանաչում էր, և պատասխանեց. «Ոչ, ես չեմ դադարեցնելու, բայց մի օր իմ մարմինը կդադարեցնի ինձ, և երբ դա տեղի ունենա, ես ուզում եմ, որ երաժշտությունը շարունակվի։ Ես ուզում եմ, որ դու շարունակես այն, ինչ ես սկսեցի»։ Արթուրը հասկացավ, որ սա չէր պարզ խնդրանք, սա էր կտակ։ Սա էր Կարոյի եղանակը ապահովել, որ նրա արվեստը չմեռնի նրա հետ միասին։ Նրանք սկսեցին աշխատել միասին, ամեն օր, 3 ժամ, երբ թատրոնը դատարկ էր։ Կարոն սովորեցրեց Արթուրին ոչ միայն տեխնիկան, այլև փիլիսոփայությունը, ինչպես զգալ երաժշտությունը, ինչպես ապրել այն, ինչպես դառնալ մաս դրա։ Նա ասաց. «Դիրիժորը չի կառավարում օրկեստրը։ Դիրիժորը ծառայում է երաժշտությանը։ Մենք միջնորդներ ենք կոմպոզիտորի և հանդիսատեսի միջև։ Մեր աշխատանքն է անտեսանելի դառնալ, որպեսզի երաժշտությունը լինի տեսանելի»։ Բայց մինչ Կարոն պատրաստում էր Արթուրին, նա նաև պատրաստում էր ինքն իրեն, վերջին համերգին։ Նա գիտեր, որ այդ համերգը պետք է լինի հատուկ, անմոռանալի, այնպիսին, որը կմնա մարդկանց հիշողության մեջ հավերժ։ Նա ընտրեց Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան, ուրախության օդը։ Այդ սիմֆոնիան միշտ եղել էր նրա սիրելին, ոչ միայն որովհետև դա հրաշալի երաժշտություն էր, այլև որովհետև Բեթհովենը գրել էր այն լիովին խուլ լինելով։ Կարոն տեսնում էր այնտեղ խորհրդանիշ, երաժիշտ, ով կորցրել էր լսողությունը, բայց շարունակել էր ստեղծել։ Մարդ, ով հաղթել էր իր մարմնի սահմանափակումներին իր հոգու ուժով։ Կարոն ուզում էր, որ նրա վերջին համերգը լինի հարգանքի տուրք այդ մեծ կոմպոզիտորին և միաժամանակ նրա սեփակական կտակը աշխարհին։ Նա սկսեց պատրաստվել այդ համերգին ավելի ինտենսիվ, քան երբևէ։ Նա վարժվում էր ամեն օր, 6 ժամ անընդմեջ, չնայած Գևորգի աղաչանքներին դադարեցնել։ Նա ուսումնասիրում էր պարտիտուրան, յուրաքանչյուր նոտա, յուրաքանչյուր դինամիկա, յուրաքանչյուր նյուանս։ Նա ուզում էր, որ այդ կատարումը լինի կատարյալ։ Մարտի 15-ին, երբ Կարոն հայտարարեց, որ ապրիլի 12-ին կտեղի ունենա հատուկ համերգ նվիրված Բեթհովենի 9-րդ սիմֆոնիային, ամբողջ Երևանը խելագարեց։
Տոմսերը վաճառվեցին 3 ժամում։ Մարդիկ գիշերները հերթ էին կանգնում թատրոնի դիմաց, հույս ունենալով ձեռք բերել լրացուցիչ տոմսեր։ Բոլորը զգում էին, որ այս համերգը կլինի ինչ-որ բան հատուկ, թեև ոչ ոք չգիտեր ինչու։ Միայն մի քանի մարդիկ գիտեին ճշմարտությունը՝ Գևորգը, Արթուրը, Մարիամը, Անահիտը։ Նրանք գիտեին, որ Կարոն պատրաստվում է իր վերջին ելույթին։ Նրանք գիտեին, որ նա ընտրել է այդ օրը, այդ սիմֆոնիան, այդ պահը, որպես իր կտակ։ Բայց նրանք նաև գիտեին, որ չեն կարող կանգնեցնել նրան։ Կարոն արդեն կայացրել էր իր որոշումը։ Նա ապրելու էր այնպես, ինչպես ընտրել էր՝ բեմի վրա, երաժշտության մեջ, իր ժողովրդի սիրտներում։ Եվ եթե դա նշանակում էր վերջ գտնել այնտեղ, ապա նա պատրաստ էր։ Բայց արդյոք նրա մարմինը կդիմանար մինչև այդ օրը, թե ճակատագիրը ուրիշ պլաններ ուներ նրա համար։ Ապրիլի առաջին օրերին Երևանում սկսվեց անսովոր երևույթ։ Մարդիկ սկսեցին հավաքվել օպերայի թատրոնի շուրջ, ոչ թե համերգի համար, այլ պարզապես կանգնելու, նայելու, սպասելու։ Նրանք բերում էին ծաղիկներ եւ դնում դրանք թատրոնի աստիճանների վրա, կարծես արդեն գիտեին, որ ինչ-որ բան ավարտվելու է։ Տարեց կանայք աղոթում էին, պահելով չափազանց մեծ լուսանկարներ Կարո Հայրապետյանի։ Երիտասարդներ նստում էին գետնին եւ նվագում նրա սիրելի կոմպոզիցիաները, ջութակներով, դաշնամուրներով, կիթառներով։ Ոչ ոք չէր կազմակերպել այս ամենը։ Դա եղավ ինքնաբուխ, կարծես ամբողջ քաղաքը զգում էր, որ մայստրոն հրաժեշտ է տալիս։ Թատրոնի տնօրեն Վահան Սարգսյանը նայում էր այս տեսարանին իր պատուհանից եւ գրում իր օրագրում. «Ժողովուրդը գիտե ավելի շատ, քան մենք կարծում ենք։ Ննում ենք։ Նրանք չեն կարդացել բժշկական եզրակացությունները, չեն տեսել գաղտնի սենյակը, չեն լսել դոկտորների զգուշացումները, բայց նրանք զգում են սրտով այն, ինչ մենք փորձում ենք թաքցնել միտքով։ Նրանք եկել են ասելու շնորհակալություն, հրաժեշտ։ Մենք սիրում ենք քեզ»։ Եվ Կարոն, որը միշտ եղել է հպարտ եւ փակ, հիմա ստիպված է տեսնել այս սերը, բաց, անկեղծ, անսահման։ Ապրիլի 7-ին Կարոն վերջին անգամ այցելեց գաղտնի սենյակը, համարված 512։ Նա մտավ այնտեղ միայնակ, փակեց դուռը եւ նստեց անկողնի վրա։ Նա նայեց շուրջը, այն սարքավորումներին, որոնք պահել էին նրան կենդանի 11 տարի, այն դեղերին, որոնք տվել էին նրան ուժ շարունակելու համար, այն գրաֆիկներին, որոնք ցույց էին տալիս նրա մարմնի դանդաղ քայքայումը։ Նա վերցրեց բժշկական ժուրնալը եւ բացեց վերջին էջը։ Այնտեղ Գևորգը գրել էր. Ապրիլի 6, զարկերակ, 55 զարկ րոպեում, շատ անկանոն։ Շնչառություն 28 անգամ րոպեում, շատ դժվար։ Թթվածին 83%։ Սիրտը կարող է դադարել ցանկացած պահի։ Ես աղաչում եմ, չանես այդ համերգը, դու չես հասնի վերջին նոտային։ Կարոն վերցրեց գրիչը եւ գրեց ներքևում. Գևորգ, իմ սիրելի ընկեր, դու սխալվում ես։ Ես կհասնեմ վերջին նոտային, ոչ թե որովհետև իմ սիրտը ուժեղ է, այլ որովհետև իմ կամքը ավելի ուժեղ է, քան մահը։ Շնորհակալ եմ քեզ այն ամենի համար, ինչ դու արել ես ինձ համար։ Դու ինձ տվեցիր 11 տարի, որոնք ես չպետք է ունենայի։ Դու ինձ թույլ տվեցիր ապրել իմ երազանքը, եւ հիմա ես պատրաստ եմ վճարել գինը։ Նա փակեց ժուրնալը, դրեց այն սեղանի վրա եւ դուրս եկավ սենյակից վերջին անգամ։ Ապրիլի 8-ին Կարոն հավաքեց իր ամենամոտ մարդկանց՝ Գևորգին, Արթուրին, Մարիամին, Անահիտին, իր մայրիկին Սիրանույշին։ Նրանք հավաքվեցին նրա տանը ուշ երեկոյան, երբ քաղաքը արդեն քնած էր։ Կարոն նայեց նրանց բոլորին եւ ասաց. Ես ձեզ հավաքել եմ, որովհետեւ ուզում եմ ասել ինչ-որ բան, որը պետք է ասվի։ Ես գիտեմ, որ դուք բոլորդ վախենում եք ինձ համար։ Ես գիտեմ, որ դուք ուզում եք, որ ես դադարեցնեմ, որ ես փրկեմ ինձ, որ ես ընտրեմ կյանքը։ Բայց ես ուզում եմ, որ դուք հասկանաք, ես արդեն ընտրել եմ կյանքը։ Ոչ թե գոյությունը, այլ կյանքը։ Ես ապրել եմ 11 տարի այնպես, ինչպես ես ուզում էի, բեմի վրա, երաժշտության մեջ, անելով այն, ինչի համար ես ծնվել եմ։ Եվ եթե ապրիլի 12-ը լինի իմ վերջին օրը, ապա ես մեռնում եմ երջանիկ մարդ։ Ես ուզում եմ, որ դուք հիշեք ինձ ոչ թե որպես հիվանդ, ով պայքարեց եւ պարտվեց, այլ որպես երաժիշտ, ով ապրեց եւ հաղթեց։ Սիրանույշը լաց էր լինում, անձայն, արցունքները հոսում էին նրա դեմքով, բայց նա ոչինչ չասաց։ Անահիտը բռնեց հոր ձեռքը եւ ասաց. Հայրիկ, ես հպարտ եմ քեզնով։ Մարիամը նայեց նրան այն նայվածքով, որը ասում էր ավելին, քան ցանկացած բառ։ Արթուրը խոստացավ. Ես կշարունակեմ ձեր գործը, մայստրո։ Իսկ Գևորգը պարզապես գրկեց իր հին ընկերոջ որդուն եւ շշնջաց. Ներիր ինձ, որ չկարողացա փրկել քեզ։ Կարոն պատասխանեց. Դու փրկեցիր ինձ։ Դու տվեցիր ինձ ժամանակ, եւ ժամանակը միակ բանն է, որ մենք իսկապես ունենք։ Ապրիլի 12-ի առավոտը Կարոն արթնացավ վաղ լուսաբացին։ Նա զգաց, որ մարմինը ծանր է, շնչառությունը դժվար է, սիրտը զարկում է անկանոն ռիթմով։ Նա գիտեր, որ սա վատ նշան է։
Բայց նա նաև գիտեր, որ այսօր նա պետք է լինի ուժեղ։ Նա վերցրեց դեղերը, ավելի շատ քան սովորաբար, արեց ներարկումները ուղակի սրտի մոտ, ինչպես Գևորգը սովորեցրել էր նրան։ Նա նայեց հայելուն եւ տեսավ այնտեղ մի մարդու, ով նման էր ստվերի, բաց, թափանցիկ, գրեթե անտեսանելի, բայց աչքերը դեռ վառվում էին, աչքերը դեռ ապրում էին։ Նա հագավ իր սև կոստյումը, այն, որը միշտ հագնում էր կարևոր համերգների համար, վերցրեց դիրիժորական գավազանը, այն, որը նվեր էր ստացել հորից, եւ դուրս եկավ տնից։ Անահիտը կանգնած էր դռան մոտ։ Նա չասաց ոչինչ, պարզապես գրկեց հորը, երկար, ամուր, կարծես փորձելով տալ նրան իր ամբողջ ուժը։ Կարոն շշնջաց նրա ականջին. «Ես սիրում եմ քեզ, միշտ հիշիր դա»։ Երբ Կարոն հասավ թատրոն, նա տեսավ, որ ամբողջ հրապարակը լի էր մարդկանցով։ Հազարարավոր մարդիկ կանգնած էին այնտեղ, սպասելով նրան։ Երբ նրանք տեսան նրան, նրանք սկսեցին ծափահարել, դանդաղ, ռիթմիկ, հարգալից։ Կարոն կանգ առավ եւ նայեց նրանց։ Նա տեսավ տարեց կանանց, արցունքներով աչքերում, երիտասարդ երաժիշտների, ջութակներով ձեռքերում, երեխաների ծաղիկներով փոքրիկ ձեռքերում։ Նա տեսավ իր ժողովուրդը, իր մարդկանց, ովքեր եկել էին ասելու հրաժեշտ, թեև նրանք դեռ չգիտեին, որ սա իսկապես հրաժեշտ է։ Կարոն բարձրացրեց ձեռքը շնորհակալություն ասելու համար եւ մտավ թատրոն։ Նա գիտեր, որ սա վերջին անգամն է, երբ նա անցնում է այդ դռնով որպես դիրիժոր։ Նա գիտեր, որ այսօր ամեն ինչ կավարտվի, բայց նա նաև գիտեր, որ նա պատրաստ է։ Արդյոք նրա մարմինը նույնպես պատրաստ էր, թե դա եղավ վերջին անգամ, երբ նրա կամքը հաղթեց նրա մարմնին։ Համերգասրահի հետևում, որտեղ օրկեստրանտները պատրաստվում էին, տիրում էր անսովոր լռություն։ Սովորաբար նրանք խոսում էին, կատակում, ծիծաղում էին նախքան համերգը, բայց այսօր բոլորը լուռ էին։ Նրանք զգում էին, որ ինչ-որ բան տարբեր է։ Նրանք տեսնում էին մաեստրոյի դեմքը, մոմի գույնի, տեսնում էին նրա ձեռքերի դողը, տեսնում էին նրա շնչառության դժվարությունը։ Բայց նրանք նաև տեսնում էին նրաճում էին նրա աչքերում այն կրակը, որը երբեք չէր մարում։ Կարոն կանգնեց նրանց առջև եւ ասաց. «Սիրելի ընկերներ, մենք այսօր կատարելու ենք Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան։ Սա ամենադժվար եւ միաժամանակ ամենագեղեցիկ երաժշտությունն է, որ երբևէ գրվել է։ Բեթհովենը գրել է այն լիովին խուլ լինելով, երբ նա այլևս չէր լսում ոչ մի ձայն։ Բայց նա լսում էր երաժշտությունը իր հոգում։ Եվ այսօր մենք պետք է նվագենք ոչ թե մեր ականջներով, այլ մեր հոգիներով։ Մենք պետք է տանք այս հանդիսատեսին ինչ-որ բան, որը նրանք կհիշեն հավերժ։ Մենք պետք է ցույց տանք նրանց, որ երաժշտությունը ավելի ուժեղ է, քան ցանկացած ցավ, ցանկացած հիվանդություն, ցանկացած մահ։ Պատրաստ եք։ Օրկեստրանտները պատասխանեցին. «Այո, մայստրո»։ Բայց նրանց ձայներում էր ինչ-որ բան, որը նման էր աղոթքի։ Ժամը 7 երեկոյան դահլիճի լույսերը մարեցին։ 1200 տեղանոց դահլիճը լի էր մինչև վերջին աթոռը։ Մարդիկ նստած էին նույնիսկ աստիճանների վրա, կանգնած էին պատերի մոտ։ Դրսում հրապարակում տեղադրված էին բարձրախոսներ, որպեսզի նրանք, ովքեր չէին կարողացել մտնել, կարողանան լսել համերգը։ Երբ Կարոն դուրս եկավ բեմ, ամբողջ դահլիճը վերցածկեց եւ սկսեց ծափահարել։ Ծափահարությունը տևեց 5 րոպե, անընդհատ, ուժգին, սիրով լի։ Կարոն կանգնեց այնտեղ եւ նայեց այդ մարդկանց։ Նա տեսավ առաջին շարքում իր դուստրը Անահիտին, իր մայրիկին Սիրանույշին, Մարիամին, Գևորգին։ Նա տեսավ նրանց աչքերում արցունքները, նա տեսավ նրանց սերը եւ նա հասկացավ, որ այս պահի համար արժեր ապրել։ Նա շրջվեց դեպի օրկեստրը, բարձրացեց դիրիժորական գավազանը եւ սկսեց։ Առաջին նոտաները հնչեցին դանդաղ, խորը, հզոր։ Կարոն զգաց, թե ինչպես է երաժշտությունը մտնում նրա մեջ, լցնում նրա երակները, տալիս նրան ուժ։ Նա մոռացավ ցավի մասին, մոռացավ հիվանդության մասին, մոռացավ մահի մասին։ Նա եղավ միայն երաժշտությունը։ Առաջին մասը անցավ հրաշալի, երկրորդ մասը եղավ տրիումֆալ, երրորդ մասը դանդաղ եւ տխուր, արտահայտեց այն ամենը, ինչ Կարոն զգում էր՝ հրաժեշտը, կորուստը, սերը։ Բայց չորրորդ մասի սկզբին, երբ երգչախումբը պետք է միանար օրկեստրին, Կարոն զգաց, որ ինչ-որ բան սխալ է։ Նրա ձախ ձեռքը սկսեց թմրել, սիրտը սկսեց անկանոն զարկել, տեսողությունը սկսեց մթագնել։ Նա գիտեր, որ սա այն պահն է, որից Գևորգը զգուշացրել էր նրան։ Սա էր սրտի կաթվածը, սա էր վերջը։ Բայց Կարոն չդադարեցրեց։ Նա շարունակեց դիրիժորություն անել աջ ձեռքով, երբ ձախը արդեն չէր աշխատում։ Նա շարունակեց կանգնել, երբ ոտքերը սկսեցին թուլանալ։ Նա շարունակեց շնչել, երբ թոքերը սկսեցին լցվել հեղուկով։ Նա տեսավ Արթուրին, կանգնած բեմի եզրին, պատրաստ վազելու նրա մոտ։ Նա տեսավ Գևորգին, վերցած կած իր տեղից։ Նա տեսավ Անահիտին, ձեռքերը բերանին։
Բայց նա նաև տեսավ օրկեստրանտներին նվագում անսասան, տեսավ երգչախումբը երգում լիովին, տեսավ հանդիսատեսին անշարժ, հիացած։ Եվ նա հասկացավ, որ նա պետք է ավարտի, նա պետք է հպկե հասնի վերջին նոտային։ Ուրախության օդը սկսվեց, երգչախումբը երգում էր Freude, schöne Götterfunken, ուրախություն, գեղեցիկ աստվածային կայծ։ Կարոն զգաց, թե ինչպես է նրա մարմինը հանձնվում, բայց նրա հոգին բարձրանում է։ Նա դիրիժորություն արեց վերջին էջը, միայն աջ ձեռքով, միայն կամքով, միայն սիրով։ Երբ վերջին նոտան հնչեց, երբ վերջին ակորդը լցրեց դահլիճը, Կարոն իջեցրեց դիրիժորական գավազանը եւ շրջվեց դեպի հանդիսատեսը։ Նա տեսավ նրանց բոլորին, վերց հատկած, ծափահարող, լացող։ Նա ժպտաց, իսկական երջանիկ ժպիտով։ Եվ հետո նա անկավ։ Արթուրը առաջինը հասավ նրա մոտ։ Գևորգը վազեց բեմ իր բժշկական պայուսակով։ Անահիտը փորձեց անցնել, բայց պահակները չթողեցին։ Դահլիճը պայթեց աղմուկից, մարդիկ գոչում էին, լացում, աղոթում։ Գևորգը ստուգեց Կարոյի զարկերակը եւ հասկացավ, որ ուշ է։ Սիրտը դադարել էր զարկել։ Նա սկսեց անել սրտի մերսում, բայց նա գիտեր, որ դա անօգուտ է։ Կարոն արդեն գնացել էր։ Նա վերջ գտավ այնտեղ, որտեղ ուզում էր, բեմի վրա, երաժշտության մեջ, իր ժողովրդի սիրտներում։ Նա վերջ գտավ երջանիկ։ Բայց արդյոք սա իսկապես վերջն էր, թե սկիզբը։ Արդյոք Կարո Հայրապետյանը իսկապես վերջ գտավ այդ օրը, թե նա դարձավ անմահ իր երաժշտության միջոցով, իր ընտրության միջոցով, իր սիրո միջոցով։ Երևանի կենտրոնական հիվանդանոցի մորգում, որտեղ բերեցին Կարո Հայրապետյանի մարմինը, պաթոլոգ Արմեն Խաչատրյանը կատարեց ավտոպսիա, ապրիլի 13-ին առավոտյան ժամը 6-ին։ Երբ նա բացեց կրծքավանդակը, նա տեսավ այն, ինչը ստիպեց նրան կանգ առնել եւ հեռանալ սենյակից 10 րոպե, որպեսզի հավաքի ինքն իրեն։ Կարոյի սիրտը եղել էր այնպիսի վիճակում, որ բժշկական գրականության մեջ նկարագրվում է որպես անհամատեղելի կյանքի հետ։ Միտրալ փականը գրեթե ամբողջությամբ քայքայված էր։ Միոկարդի հյուսվածքը լի էր սպիների, աջ փորոքը ընդարձակված էր 3 անգամ։ Արմենը գրեց իր եզրակացության մեջ. այս մարդը չպետք է կարողանար քայլել, խոսել, շնչել։ Նա հազիվ պետք է կարողանար նստել անկողնում, բայց ըստ ականատեսների, նա դիրիժորություն էր անում 3 ժամ անընդհատ, կանգնած, ակտիվ շարժումներով, ինտենսիվ էմոցիոնալ ծանրաբեռնվածությամբ։ Սա բժշկական տեսանկյունից անհնար է։ Սա կարելի է բացատրել միայն մեկ բանով՝ կամքի ուժով, որը գերազանցում է մարմնի սահմանափակումները։ Երբ Արմենը ավարտեց ավտոպսիան, նա նստեց իր կաբինետում եւ լաց եղավ։ Առաջին անգամ իր 25 տարվա կարիերայի ընթացքում։ Նա լաց եղավ ոչ թե ցավից, այլ հիացմունքից։ Նա տեսել էր մարդու, ով հաղթել էր մահվան վրա, ոչ թե ապրելով ավելի երկար, այլ ապրելով ավելի լիարժեք։ Բայց ով էր իսկապես պատասխանատու այս մարդու վերջին պահերի համար։ Հիվանդությունը, թե այն մարդիկ, ովքեր թույլ տվեցին նրան շարունակել, թե ինքը, ով ընտրեց այս ճանապարհը։ Նույն օրը, երեկոյան, Երևանի օպերայի թատրոնի տնօրեն Վահան Սարգսյանը բացեց Կարոյի անձնական գրասենյակի դարակը, այն, որը միշտ փակ էր եղել։ Նա գտավ այնտեղ կարմիր մոմով կնքված ծրարը, այն, որի մասին գրված էր սցենարի սկզբում։ Վահանը կոտրեց կնիքը դդողդոջուն ձեռքերով եւ հանեց ներսից 3 փաստաթուղթ։ Առաջինը եղավ բժշկական եզրակացությունը, թվագրված 1972 թվականի օգոստոսի 12-ով, որտեղ դոկտոր Վահագն Մանուկյանը գրել էր. «Հիվանդը ունի լուրջ սրտի հիվանդություն, որը պահանջում է անմիջապես դադարեցնել ցանկացած ֆիզիկական եւ էմոցիոնալ ծանրաբեռնվածություն։ Կանխատեսումը առանց բուժման եւ հանգստի առավելագույնը 5 տարի»։ Երկրորդը եղավ Կարոյի նամակը, գրված նրա սեփական ձեռքով, որտեղ նա բացատրում էր իր ընտրությունը։ Երրորդը եղավ ցուցակ, բոլոր այն մարդկանց անունները, ովքեր օգնել էին նրան թաքցնել ճշմարտությունն։ Գևորգ Հավակյանը, Արթուր Պետրոսյանը, Մարինե Գարինե Գրիգորյանը, Գարեգին Մարտիրոսյանը։ Վահանը կարդաց այս ամենը եւ հասկացավ, որ նա եղել է մաս մի հսկայական գաղտնիքի, որը հիմա բացահայտվել էր։ Նա վերցրեց հեռախոսը եւ զանգահարեց մշակույթի նախարարություն։ Նա ասաց. «Մենք ունենք իրավիճակ։ Կարո Հայրապետյանը 11 տարի շարունակ դիրիժորություն է արել իմանալով, որ նա մահացու հիվանդ է։ Նա թաքցրել է սա բոլորից, եւ մենք, թատրոնի ղեկավարությունը, չգիտեինք ոչինչ»։ Բայց արդյոք սա ճշմարտություն էր, թե Վահանը նույնպես գիտեր եւ լռել էր, ինչպես իր օրագրի գրառումները ցույց էին տալիս։ Ապրիլի 14-ին Երևանի քաղաքապետարանը հայտարարեց, որ Կարո Հայրապետյանի թաղումը կլինի պետական մակարդակով, ապրիլի 16-ին Կոմիտասի Պանթեոնում։ Բայց նախքան թաղումը մարդիկ պահանջեցին տեսնել նրան վերջին անգամ։ Թատրոնը բացեց իր դռները եւ տեղադրեց Կարոյի դագաղը բեմի վրա,
այնտեղ, որտեղ նա անցկացրել էր իր կյանքի լավագույն պահերը։ 3 օր շարունակ մարդիկ եկան հարգանքի տուրք մատուցելու, հազարավորներով։ Նրանք կանգնում էին հերթում ժամերով, որպեսզի մտնեն դահլիճ, մոտենան դագաղին, տնեն ծաղիկ, ասեն հրաժեշտ։ Տարեց կանայք բերում էին տնական հաց եւ գինի տնելու դագաղի մոտ, ինչպես հայկական ավանդույթն է։ Երիտասարդ երաժիշտները նվագում էին Կարոյի սիրելի կոմպոզիցիաները, անընդհատ, օրվա 24 ժամ։ Երեխաները գծում էին նկարներ եւ դնում դագաղի շուրջը, եւ բոլորը լացում էին, անձայն, խորը, անկեղծ։ Բայց ամենաշոկային տեսարանը եղավ, երբ երրորդ օրը, ապրիլի 15-ին, դահլիճ մտավ կին, շուրջ 50 տարեկան, ով ոչ ոք չճանաչեց։ Նա մոտեցավ դագաղին, նայեց Կարոյի դեմքին եւ ասաց բարձր ձայնով, այնպես որ բոլորը լսեցին. «Ներիր ինձ, Կարո, ես քեզ դավաճանեցի։ Ես ընտրեցի փողը եւ իշխանությունը քո սիրո փոխարեն։ Ես թողեցի քեզ միայնակ, երբ դու ամենաշատն էիր կարիք ունեցել ինձ։ Ես ապրեցի շքեղ կյանքով, մինչ դու մահանում էիր դանդաղ մահով, եւ հիմա ես չեմ կարող ապրել այս մեղքով»։ Դա եղավ Լուսինե Սարգսյանը, Տարոյի նախկին կինը, ով լքել էր նրան 11 տարի առաջ։ Նա ընկավ ծնկների վրա դագաղի մոտ եւ սկսեց լալ, հիստերիկ, անկառավարելի։ Մարդիկ նայում էին նրան, ոմանք կարեկցանքով, ուրիշները զզվանքով։ Բայց Անահիտը, ով կանգնած էր դագաղի մոտ, ամբողջ 3 օրը, մոտեցավ Լուսինեին, օգնեց նրան ոտքի վրա կանգնել եւ ասաց. «Հայրիկը քեզ ներել էր երկար ժամանակ առաջ։ Նա երբեք չխոսեց քո մասին վատ։ Նա միշտ ասում էր, դու ընտրեցիր այն, ինչ քեզ համար ճիշտ էր, եւ նա հարգում էր քո ընտրությունը»։ Այդ խոսքերը ավելի շատ ցավեցրին Լուսինեին, քան ցանկացած մեղադրանք։ Ապրիլի 16-ին, թաղման օրը, ամբողջ Երևանը դադարեց։ Խանութները փակեցին, գրասենյակները դադարեցրին աշխատանքը, դպրոցները արձակեցին երեխաներին։ Մարդիկ դուրս եկան փողոցներ, տասնյակ հազարներով, կանգնեցին ճանապարհի երկու կողմերում, սպասելով թաղման ընթացքին։ Դագաղը տեղադրեցին բաց մեքենայի վրա, որպեսզի բոլորը կարողանան տեսնել Կարոյին վերջին անգամ։ Ընթացքը սկսվեց օպերայի թատրոնից եւ պետք է ավարտվեր Կոմիտասի Պանթեոնում, 5 կիլոմետր հեռավորության վրա։ Բայց այդ 5 կիլոմետրը տևեց 4 ժամ, որովհետև մարդիկ չէին թողնում ընթացքը անցնել։ Նրանք նետում էին ծաղիկներ, երգում էին, լացում էին, աղոթում էին։ Ամբողջ ճանապարհի երկայնքով կանգնած էին օրկեստրանտներ, նվագելով Կարոյի սիրելի մելոդիաները։ Երբ ընթացքը անցնում էր, նրանք միանում էին եւ քայլում հետևից։ Մինչև Պանթեոնը հասնելը, ընթացքին միացել էին ավելի քան 30,000 մարդ։ Դա եղավ ամենամեծ թաղումը, որ Երևանը երբևէ տեսել էր։ Պանթեոնում, երբ դագաղը իջեցրին գերեզման, տեղի ունեցավ ինչ-որ բան, որը ոչ ոք չէր սպասում։ Գևորգ Հավաքյանը, այն մարդը, ով 11 տարի պահել էր Կարոյին կենդանի, դուրս եկավ եւ խնդրեց խոսելու թույլտվություն։ Նա կանգնեց գերեզմանի մոտ եւ ասաց. «Ես պետք է ասեմ ճշմարտությունը։ Ես այն մարդն եմ, ով տվեց Կարոյին դեղերը, որոնք թույլ տվեցին նրան շարունակել դիրիժորությունը, չնայած նրա հիվանդությանը։ Ես այն մարդն եմ, ով օգնեց նրան թաքցնել իր վիճակը բոլորից։ Ես այն մարդն եմ, ով թույլ տվեց նրան ավարտել իր ճանապարհը բեմի վրա, փոխարեն հիվանդանոցային անկողնի։ Եվ ես չեմ ափսոսում։ Ես կրկին կանեի նույնը, որովհետև Կարոն ինձ ցույց տվեց, թե ինչ նշանակում է ապրել իսկապես։ Նա ինձ սովորեցրեց, որ կյանքի որակը ավելի կարևոր է, քան կյանքի տևողությունը։ Նա ինձ սովորեցրեց, որ մարդը պետք է ավարտի իր ճանապարհը այնպես, ինչպես ապրել է իր սեփական պայմաններով, իր սեփական ընտրությամբ, իր սեփական արժանապատվությամբ։ Եթե օրենքը ասում է, որ ես սխալվել եմ, ապա ես պատրաստ եմ ընդունել հետևանքները, բայց ես երբեք չեմ ասի, որ ես սխալվել եմ։ Այդ խոսքերը ստեղծեցին ցնցում։ Մարդիկ սկսեցին շշնջալ, քննարկել, վիճել։ Ոմանք ասում էին, որ Գևորգը հերոս է, ուրիշներն ասում էին, որ նա սխալվել է։ Բայց մեծամասնությունը լռում էր, փորձելով հասկանալ, թե ինչ է ճիշտ եւ ինչ է սխալ այս բարդ իրավիճակում։ Հետո խոսեց Արթուր Պետրոսյանը, Կարոյի օգնականը։ Նա ասաց. «Մայստրոն ինձ սովորեցրեց իր ամբողջ ռեպերտուարը վերջին 6 ամիսների ընթացքում։ Նա գիտեր, որ վերջը մոտենում է, եւ նա ուզում էր ապահովել, որ երաժշտությունը շարունակվի։ Նա ինձ ասաց. «Երբ ես հեռանամ, դու պետք է վերցնես իմ տեղը, ոչ թե որպես փոխարինող, այլ որպես շարունակող։ Դու պետք է տաս այս քաղաքին այն, ինչ ես տվեցի. սեր երաժշտության նկատմամբ, հավատարմություն արվեստին, նվիրվածություն ժողովրդին»։ Եվ ես խոստացա նրան, որ կանեմ դա։ Ես կշարունակեմ նրա գործը։ Ես կդիրիժորություն անեմ նրա սիրելի կոմպոզիցիաները։ Ես կպահեմ նրա հիշատակը կենդանի, ոչ թե խոսքերով, այլ երաժշտությամբ։
Այդ խոսքերը տվեցին մարդկանց հույս, որ Կարոյի արվեստը չի հեռանա նրա հետ միասին։ Հետո խոսեց Անահիտը, Կարոյի դույ դուստրը, 16 տարեկան աղջիկ, ով կորցրել էր իր հորը, բայց գտել էր իր ուժը։ Նա ասաց. «Հայրիկը ինձ սովորեցրեց, որ կյանքը ընտրություն է։ Մենք ընտրում ենք, թե ինչպես ապրել, ինչի համար ապրել, ինչպես ավարտել մեզ ճանապարհը։ Հայրիկը ընտրեց ապրել բեմի վրա, նույնիսկ եթե դա նշանակում էր ավելի կարճ ժամանակ։ Ոմանք կարող են ասել, որ դա եսասիրություն էր, որ նա մտածում էր միայն իր մասին, ոչ թե մեր մասին, իր ընտանիքի։ Բայց ես գիտեմ ճշմարտությունը։ Հայրիկը ապրեց այնպես, որպեսզի ցույց տա մեզ, իր դստերը, իր մայրիկին, իր ժողովրդին, որ մարդը կարող է լինել ավելի ուժեղ, քան իր հիվանդությունը, ավելի ուժեղ, քան իր վախերը, ավելի ուժեղ, քան ցանկացած սահմանափակում։ Նա ապրեց այնպես, որպեսզի մենք սովորենք ապրել։ Եվ ես երախտապարտ եմ նրան այդ դասի համար։ Երբ Անահիտը ավարտեց խոսելը, ամբողջ Պանթեոնը լռեց։ Մարդիկ հասկացան, որ նրանք ականատես են եղել ոչ թե ողբերգության, այլ հերոսության։ Դագաղը իջեցրին գերեզման, դանդաղ, զգույշ հարգանքով։ Օրկեստրանտները նվագեցին Կարոյի սիրելի մելոդիան Կոմիտասի Ծաղկաձորը։ Մարդիկ նետեցին ծաղիկներ, հազարավորներով, այնքան շատ, որ գերեզմանը ծածկվեց ծաղիկների ծովով։ Եվ հետո, երբ վերջին հողը լցվեց, երբ վերջին աղոթքը ասվեց, երբ վերջին արցունքը թափվեց, մարդիկ սկսեցին հեռանալ, դանդաղ, լուռ, փոխված։ Նրանք հեռանում էին իմանալով, որ նրանք տեսել են ինչ-որ բան, որը կփոխի նրանց կյանքը։ Նրանք տեսել էին մարդու, ով ընտրեց իր ճակատագիրը, ով ապրեց իր ճշմարտությամբ, ով ավարտեց իր ճանապարհը իր արժանապատվությամբ։ Մայիսի սկզբին, երբ Երևանը դեռ սգում էր Կարո Հայրապետյանի կորուստը, մշակույթի նախարարությունը սկսեց քննություն, պարզելու համար, թե ով էր պատասխանատու այն փաստի համար, որ մահացու հիվանդ մարդը թույլ ստացել էր շարունակել աշխատել այնպիսի պայմաններում։ Քննիչները հարցաքննեցին Գևորգ Հավակյանին, Արթուր Պետրոսյանին, Վահան Սարգսյանին, բոլոր այն մարդկանց, ովքեր գիտեին Կարոյի գաղտնիքը։ Նրանք ուսումնասիրեցին բժշկական փաստաթղթերը, թատրոնի արխիվները, անձնական նամակները։ Նրանք փորձեցին հասկանալ, ինչպես էր հնարավոր, որ այսքան երկար ժամանակ ոչ ոք չնկատեց, որ մայստրոն մահանում է։ Բայց որքան ավելի շատ էին նրանք ուսումնասիրում, այնքան ավելի շատ էին հասկանում, որ սա չէր պարզ դեպք։ Սա էր բարդ պատմություն, լի էր բարոյական դիլեմաներով, եթիկական հարցերով, մարդկային ընտրություններով։ Հունիսին քննությունը հրապարակեց իր եզրակացությունը։ Այն ասում էր. Կարո Հայրապետյանը գիտակցաբար ընտրեց շարունակել իր մասնագիտական գործունեությունը, չնայած բժշկական հակացություններին։ Նա թաքցրեց իր վիճակը թատրոնի ղեկավարությունից, պետական մարմիններից, հանրությունից։ Նա օգտագործեց անօրինական միջոցներ, ստանալու դեղեր առանց պատշաճ բժշկական դիտարկման։ Նա վտանգեց ոչ միայն իր սեփական կյանքը, այլև հանրային անվտանգությունը, կատարելով պատասխանատու աշխատանք այնպիսի վիճակում։ Սակայն հաշվի առնելով նրա արվեստագիտական ներդրումը, նրա նվիրվածությունը ազգային մշակույթը, ազդեցին նրա ազդեցությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքի վրա, մենք եզրակացնում ենք, որ քրեական հետապնդում չի իրականացվի այն մարդկանց նկատմամբ, ովքեր օգնեցին նրան։ Սա եղավ անհատական ընտրություն, որը պետք է հարգվի, նույնիսկ եթե մենք չենք համաձայնվում դրա հետ։ Այս եզրակացությունը բավարարեց ոմանց եւ զայրացրեց ուրիշներին։ Բայց այն թույլ տվեց Գևորգին, Արթուրին եւ ուրիշներին շարունակել իրենց կյանքը առանց քրեական պատասխանատվության։ Սեպտեմբերին Երևանի օպերայի թատրոնը բացեց նոր սեզոնը, նվիրված Կարո Հայրապետյանի հիշատակին։ Արթուր Պետրոսյանը նշանակվեց գլխավոր դիրիժոր, ժամանակավոր, մինչև մրցույթի անցկացումը։ Բայց բոլորը գիտեին, որ Արթուրը կմնա այդ պաշտոնում մշտական։ Նա եղավ Կարոյի ժառանգորդը, ոչ միայն պաշտոնով, այլև հոգով։ Առաջին համերգը, որը նա դիրիժորություն արեց, եղավ Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան, նույն սիմֆոնիան, որը Կարոն դիրիժորել էր իր վերջին համերգում։ Դահլիճը լի էր մինչև վերջին տեղը։ Մարդիկ եկել էին տեսնելու, արդյոք Արթուրը կկարողանա շարունակել Կարոյի գործը։ Երբ Արթուրը բարձրացավ բեմ, նա զգաց Կարոյի ներկայությունը, այնտեղ, բեմի վրա, օրկեստրի մեջ, դահլիճի օդում։ Նա բարձրացրեց դիրիժորական գավազանը, այն նույն գավազանը, որը Կարոն օգտագործել էր, եւ սկսեց։ Երաժշտությունը հոսեց, հզոր, գեղեցիկ, կենդանի։ Եվ մարդիկ հասկացան, որ Կարոն չի հեռացել։ Նա ապրում է իր երաժշտության մեջ, իր ուսանողների մեջ, իր ժողովրդի սրտերում։ Դեկտեմբերին 8 ամիս անց Կարոյի հեռանալուց Անահիտը մտավ Երևանի կոնսերվատորիա, սովորելու դիրիժորություն։ Նա ասաց իր տատիկին Սիրանույշին. «Ես ուզում եմ շարունակել հայրիկի գործը։ Ես ուզում եմ դառնալ դիրիժոր ինչպես նա։ Ես ուզում եմ ցույց տալ աշխարհին, որ Հայրապետյանների ընտանիքը դեռ ապրում է, դեռ ստեղծում է, դեռ տալիս է երաժշտություն»։ Սիրանույշը գրկեց իր թոռնուհուն եւ լաց եղավ,
ուրախությունից եւ ցավից միաժամանակ։ Նա հիշեց իր ամուսնուն Արամին, ով հեռացել էր բեմի վրա։ Նա հիշեց իր որդուն Կարոին, ով նույնպես հեռացել էր բեմի վրա։ Եվ հիմա նրա թորնուհին ընտրում էր նույն ճանապարհը։ Արդյոք սա էր անեծք, թե օրհնություն։ Արդյոք երաժշտությունը արժեր այդ զոհողությունները, թե դա էր պարզապես մի ընտանիքի ճակատագիրը, սիրել երաժշտությունը ավելի շատ, քան ցանկացած բան։ Այսօր, երբ դուք մտնում եք Երևանի օպերայի թատրոն, դուք տեսնում եք Կարո Հայրապետյանի արձանը, բրոնզից, կանգնած բեմի մուտքի մոտ։ Նա պատկերված է դիրիժորական գավազանը բարձրացրած, աչքերը փակ, դեմքը լի հավատով եւ կրքով։ Արձանի տակ գրված է. նա ընտրեց կյանքը, ոչ թե գոյությունը։ Ամեն օր հարյուրավոր մարդիկ անցնում են այդ արձանի կողքից։ Ոմանք կանգ են առնում, կարդում են գրությունը, մտածում են դրա իմաստի մասին։ Ուրիշներն անտեսում են եւ շարունակում իրենց ճանապարհը։ Բայց բոլորը, ովքեր ապրել են Կարոյի ժամանակներում, ովքեր լսել են նրա երաժշտությունը, ովքեր տեսել են նրա վերջին համերգը, նրանք հիշում են։ Նրանք հիշում են այն մարդուն, ով սովորեցրեց նրանց, որ կյանքը չի չափվում տարիներով, այլ պահերով, որ արժեքը չի որոշվում տևողությամբ, այլ ինտենսիվությամբ, որ մարդը կարող է ընտրել իր ճակատագիրը, նույնիսկ երբ մարմինը հանձնվում է, հոգին կարող է մնալ անսասան։ Գևորգ Հավակյանը շարունակեց աշխատել իր ապտեկում մինչև իր կյանքի վերջը։ Նա երբեք չխոսեց հրապարակայնորեն Կարոյի մասին, բայց նրա ապտեկի պատին կախված էր լուսանկար։ Երկու երիտասարդ տղամարդիկ, Արամ Հայրապետյանը եւ Գևորգը, ժպտում են խաղաղ օրերում։ Երբ Գևորգը հեռացավ այս աշխարհից 1998 թվականին, նրա թաղման ժամանակ Անահիտը եկավ եւ դրեց նրա գերեզմանի վրա դիրիժորական գավազան, խորհրդանիշ նրա նվիրվածության համար։ Արթուր Պետրոսյանը դարձավ Հայաստանի ամենահայտնի դիրիժորներից մեկը։ Նա դիրիժորություն արեց աշխարհի տարբեր երկրներում, բայց միշտ վերադառնում էր Երևան, տալու համերգներ օպերայի թատրոնում։ Նա ստեղծեց հիմնադրամ Կարո Հայրապետյանի անունով, որը օգնում է երիտասարդ երաժիշտներին զարգանալ եւ իրականացնել իրենց երազանքները։ Մարիամ Ավակյանը գրեց գիրք Կարոյի մասին՝ «Մարդը, ով ընտրեց բեմը»։ Այդ գիրքը դարձավ բեսթսելեր Հայաստանում եւ թարգմանվեց 10 լեզուների։ Այն պատմում է ոչ միայն Կարոյի կյանքի մասին, այլև այն բարոյական հարցերի մասին, որոնք նա բարձրացրեց իր ընտրությամբ։ Անահիտ Հայրապետյանը ավարտեց կոնսերվատորիան առաջին հորիզոնականով եւ 25 տարեկանում դարձավ Երևանի օպերայի թատրոնի ամենաերիտասարդ կին դիրիժորը։ Նրա առաջին համերգը եղավ Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան, նույն սիմֆոնիան, որը նրա հայրը դիրիժորել էր իր վերջին համերգում։ Երբ նրան հարցրին, արդյոք նա վախենում է կրկնել հոր ճակատագիրը, նա պատասխանեց. «Ես չեմ վախենում հեռանալուց բեմի վրա, ես վախենում եմ ապրելուց առանց բեմի»։ Իսկ Կարո Հայրապետյանի հիշատակը մնաց կենդանի, ոչ միայն արձանների եւ գրքերի մեջ, այլև յուրաքանչյուր համերգում, յուրաքանչյուր նոտայում, յուրաքանչյուր երիտասարդ երաժիշտի մեջ, ով ընտրում է հետևել իր սրտին, չնայած դժվարություններին։ Նա դարձավ խորհրդանիշ ոչ թե ինքնավնասման, այլ ինքնազոհողության, ոչ թե հեռանալու, այլ կյանքի, իր ամբողջ լիությամբ։ Իսկ ինչ վերաբերում է Արտաշես Մանուկյանին, այն մարդուն, ով փորձեց շահարկել Կարոյի հիվանդությունը, ով փորձեց վերածել նրան լրտեսի, ով բերեց այնքան ցավ նրա կյանքում, նրա ճակատագիրը եղավ այլ։ 1991 թվականին, երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, Արտաշեսը կորցրեց իր պաշտոնը, իր իշխանությունը, իր ազդեցությունը։ Նա փորձեց գտնել աշխատանք, բայց ոչ ոք չուզեց նրան։ Բոլորը հիշում էին, թե ինչպես նա օգտագործել էր իր իշխանությունը վնասելու մարդկանց, թե ինչպես նա դավաճանել էր նրանց, ովքեր վստահել էին նրան։ Նա ապրեց իր վերջին տարիները միայնակ, մերժված, մոռացված։ Երբ նա հեռացավ այս աշխարհից 1996 թվականին, նրա թաղմանը եկավ միայն 3 մարդ։ Ոչ ոք չհիշեց նրան, ոչ ոք չլաց նրա համար, ոչ ոք չխոսեց նրա մասին։ Նա դարձավ ստվեր, որը անհետացավ առանց հետք թողնելու։ Արդարությունը չեկավ դատարանից, այլ կյանքից ինքնից։ Բարեկամներ, ինչպես եք վերաբերվում Կարո Հայրապետյանին։ Արդյոք նա եղավ իր հիվանդության զոհը, թե հերոս, ով ընտրեց ապրել իր սեփական պայմաններով։ Արդյոք նրան օգնած մարդիկը, Գևորգը, Արթուրը ճիշտ արեցին թաքցնելով ճշմարտությունը, թե նրանք պարտավոր էին կանգնեցնել նրան։ Արդյոք արվեստը արժե այնպիսի զոհողություններ, թե կյանքը միշտ պետք է լինի առաջնահերթությունը։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, մեզ համար կարևոր է իմանալ, արդյոք ձեր քաղաքում հիշում են նման մարդկանց, ովքեր ընտրեցին իրենց կոչումը ամեն ինչից վեր։ Դրեք լայք, եթե այս պատմությունը դիպավ ձեր սրտին, եւ բաժանորդագրվեք մեր ալիքին լսելու ավելի շատ պատմություններ այն մարդկանց մասին, ովքեր փոխեցին աշխարհը իրենց արվեստով, իրենց կամքով, իրենց